Այն, ինչ թվում էր սովորական ուղղորություն, թղթաբանական հարցեր լուծելու համար, վերածվում է դաժան թակարդի քաղաքի ծայրամասում։ Հղի շփոթված, նա լքվում է արդյունաբերական աղբավայրում նրա սառը հայացքի ներքո, ով պարտավոր էր պաշտպանել իրեն։ Սակայն մի անծանոթ, որը հայտնվել է հասարակության լուսանցքում, դառնում է նրա գոյատման արդարության հասնելու միակ հնարավորությունը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Երանի երկնակամարը նոր էր սկսել դեղնել երեկոյան արի շողերից, երբ Նարինեն ուղեց անվտանգության գոտին իր 7 ամսական փորի վրայով։ Երեխան շարժվեց, կարծես նա էլ էր զգում այդ պահի լարվածությունը։ Նա իրեն ժպտաց, պատկերացնելով, թե ինչպես մի քանի ամսից այդ երեխային կպահի իր գրկում, առաջին անգամ կտեսնի նրա դեմքը։ Անհանգստություն, իհարկե, կար, բայց կար նա մի ամոթխած ուրախություն, որը նա փորձում էր ամեն օր փայփայել, չնայած ամեն ինչին։ Իր բնակության շենքի դիմաց, արաբկիր թաղամասում, մեքենան արդեն սպասում էր միացված շարժիչով։ Ղեկին Տիգրանն էր, մատները թմբկահարում էին կառավարման վահանակին, ինչպես սովորաբար անում էր, երբ մտահոգ էր։ Նրա կողքին, ուղղորի նստատեղին, Լիլիթն էր, այն կինը, ում նա մի քանի շաբաթ առաջ ներկայացրել էր որպես նոտարական գրասենյակում աշխատող ընկերուհի։ Հենց նա էր, որ իբր պետք է օգներ լուծել երեխայի փաստաթղթերի վերջին մանրամասները, այն թղթաբանական հարցերը, որոնցից Նարինեն լավ չէր հասկանում, բայց որոնք, Տիգրանի պնդմամբ, շատ կարևոր էին։ Նարինեն բացեց հետի դուռը, որոշակի դժվարությամբ ներս մտավ։ Փորն արդեն ծանրացել էր, առօրյա պարզ շարժումները վերածվել էին փոքրիկ մարտահրավերների։ Լիլիթը շրջվեց, նվիրելով մի ժպիտ, որը չէր հասնում աչքերին։ Տիգրանը ոչինչ չասաց, պարզապես մեքենան շարժեց։ Նարինեն ծանոթ էր այդ լռությանը։ Դա նույնն էր, ինչը լցնում էր նրանց հարաբերությունների վերջին ամիսները, այն օրվանից, երբ նա հայտնել էր հղիության մասին։ Այն խանդավառությունը, որ նա ցուցաբերում էր իրենց հարաբերությունների սկզբում, կամաց-կամաց անհետացել էր, փոխարինվելով մի սառնությամբ, որը Նարինեն չէր կարողանում բացատրել։ Նա 26 տարեկան էր, աշխատում էր որպես գրասենյակային աշխատակից լոգիստիկ ընկերությունում։ Տիգրանին հանդիպել էր ընդհանուր ընկերուհու ծննդյան օրը, գրեթե 2 տարի առաջ։ Նա ավտոսրահի վաճառող խորհրդատու էր, հեշտությամբ էր ժպտում, ուներ մեկի տեսք, ով գիտեր ինչպես գրավել։ Ամիսներ շարունակ նա ստիպել էր Նարինեին իրեն յուրահատուկ զգալ։ Ամեն օր զանգում էր, քնքուշ հաղորդագրություններ ուղարկում, զբոսանքներ պլանավորում։ Երբ Նարինեն հղիացավ, հավատաց, որ դա նոր սկիզբ կլինի երկուսի համար։ Բայց ինչ-որ բան փոխվեց։ Տիգրանը սկսեց ավելի հաճախ դուրս գալ, ավելի քիչ պատասխանել, նայել նրան այնպես, կարծես նա լուծման ենթակա խնդիր լիներ։ Նարինեն փորձեց խոսել, փորձեց հասկանալ, բայց նա միշտ խուսափում էր, միշտ խոստանում, որ պարզապես սթրեսի մեջ է աշխատանքի պատճառով, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի։ Նա ուզում էր հավատալ։ Այնքան էր ուզում հավատալ, որ աչք էր փակում այն նշանների վրա, որոնք սկսել էին հայտնվել։ Լիլիթը այդ նշաններից մեկն էր։ Հայտնվեց ոչ մի տեղից, այն պատմությամբ, թե կարող է օգնել երեխայի փաստաթղթերի հարցում, որ ծանոթներ ունի նոտարական գրասենյակում, որ ամեն ինչ կհեշտացնի։ Նարինեին առաջին պահից էլ տարօրինակ թվաց, բայց Տիգրանն այնքան պնդեց, որ նա ի վերջո զիջեց։ Ի վերջո, նա երեխայի հայրն էր։ Նա ուզում էր վստահել։ Մեքենան սահում էր քաղաքի փողոցներով, մինչ արը մայր էր մտնում։ Նարինեն նայում էր պատուհանից, ճանաչելով այն վայրերը, որոնցով անցնում էին։ Մաշտոցի պողոտան, միշտ մարդաշատ։ Հաղթանակի զբոսայգին, իր սաղարթախիտ ծառերով։ Բայց կամաց-կամաց տեսարանը սկսեց փոխվել։ Լայն փողոցները փոխարինվեցին ավելի նեղ ճանապարհներով։ Բարձրահարկ շենքերը փոխարինվեցին ցածր պահեստներով։ Քաղաքային կանաչապատումը նվազեց։ Նարինեն զգաց, թե ինչպես է անհանգստությունը մեծանում կրծքում։ Նայեց առաջ, փորձելով հասկանալ, թե ուր են գնում։ Տիգրանի հայացքը գամված էր ճանապարհին։ Լիլիթը ինչ-որ բան էր արագորեն գրում հեռախոսով։ «Ո՞ր եք ինձ տանում», հարցրեց Նարինեն, ձայնն ավելի ցածր հնչեց, քան մտադրվել էր։ Տիգրանը կոկորդը մաքրեց։ Պարզապես մի փոքր առաջ։ Նոտարական գրասենյակը վերջերս տեղափոխվել է։ Ավելի հեռու տարածք է, բայց Լիլիթը լավ գիտի։ Լիլիթը գլխով հաստատեց, առանց հայացքը հեռախոսից կտրելու։ Այո։
Գտնվում է նոր շենքում, մի արտրային համալիրի հետնամասում։ Կտեսնես, որ արագ կլինի։ Պարզապես պետք է մի քանի թուղթ ստորագրես ու կվերադառնանք։ Նարինեն ուզում էր ավելին հարցնել, բայց Լիլիթի ձայնի մեջ ինչ-որ բան ստիպեց նրան լռել։ Այնտեղ կար մի կոշտություն, մի անտարբերություն, որը չէր համապատասխանում մեկին, ով լավություն էր անում։ Նա ձեռքերը սեղմեց գրկում դրված պայուսակի վրա, զգալով, թե ինչպես է սիրտը արագանում։ Մեքենան շարունակում էր ընթանալ։ Ցերեկվա լույսը դառնում էր նարնջագույն, այն երանգը, որը նախորդում է մթնշաղին։ Նարինեն նկատեց, որ նրանք դուրս են գալիս Երանի բնակելի տարածքից, շարժվելով դեպի մի շրջան, որը նա չէր ճանաչում։ Ասֆալտապատ փողոցները փոխարինվեցին հողոտ ճանապարհներով։ Երկու կողմերում սկսեցին հայտնվել լքված պահեստներ։ Բարձր խոտեր էին աճել դատարկ հողամասերի մեջ։ Տիգրան, սա նոտարական գրասենյակի տեղ չի թվում, ասաց Նարինեն, այժմ ավելի վստահ ձայնով։ Որ ենք մենք կոնկրետ գնում։ Արդեն հասնում ենք, պատասխանեց նա մեխանիկական ձայնով։ Նարինեն նայեց կողային պատուհանից։ Չկային ցուցանակներ, չկար փողոցային լուսավորություն, չկար արտրային կամ բնակելի կյանքի որե նշան։ Միայն աղբով, հին մեքենաներով, բեկորներով լի մի ամայի տարածք։ Մեքենայի ճեղքերից ներս թափանցող հոտը սուր էր, մետաղական, խառնված ինչ-որ քիմիական բանի հետ, որը այրում էր քիթը։ Երեխան շարժվեց նրա ներսում, Նարինեն բնազդաբար ձեռքը դրեց փորին, կարծես կարողանար պաշտպանել նրան այն ամենից, ինչ կատարվում էր։ Վախը, որը նա զսպում էր, սկսեց ձավորվել, յուրաքանչյուր վայրկյանի հետ ավելի հստակ գծեր ստանալով։ Տիգրանը մեքենան կայանեց բաց տարածքում, որը շրջապատված էր մետաղի ջարդոնի կույտերով ժանգոտած բեռնարկղերով։ Շարժիչն անջատվեց։ Հաջորդած լռությունը ճնշող էր, որը խախտվում էր միայն հեռվից լսվող քամու ձայնով, որը շարժում էր մետաղական թիթեղները։ Նա առաջին անգամ շրջվեց դեպի հետի նստատեղը։ Հայացքը սառն էր, անզգացմունք։ Նարինեն զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում ողնաշարով։ Իջիր, պարզապես ասաց նա։ Ինչ, շնջաց Նարինեն, չհասկանալով։ Իջիր մեքենայից, Նարինե։ Հիմա։ Նա նայեց Լիլիթին, փնտրելով որե բացատրություն, որե մարդկային նշան։ Բայց կինը պարզապես վերցրեց հեռախոսը, տեսախցիկն ուղղեց նրա կողմը, շուրթերին կիսաժպիտ։ Մի ժպիտ, որը պատկանում էր մեկին, ով զվարճանում էր ինչ-որ դաժան բանով։ Տիգրան, ինչ է կատարվում, հարցրեց Նարինեն, ձայնը դողում էր։ Խնդրում եմ, բացատրիր, թե ինչ է կատարվում։ Բացատրելու բան չկա։ Դու հիմա իջնում ես, կամ ես քեզ ուժով կհանեմ այս մեքենայից։ Բառերն ընկան։ Քարերի պես։ Նարինեն զգաց, թե ինչպես են արցունքներն այրում աչքերը։ Նա չէր կարողանում ընկալել այն, ինչ լսում էր։ Դա այն մարդն էր, ում հետ կիսել էր երազանքներ, ում հետ պլաններ էր կազմել, իր որովայնում կրող երեխայի հայրը։ Եվ հիմա նա այնտեղ էր, խոսում էր նրա հետ այնպես, կարծես նա խոչընդոտ լիներ, դեն նետվող առարկա։ Տիգրան, ես հղի եմ քո երեխայով։ Ինձ հետ տար։ Խնդրում եմ։ Նա չպատասխանեց։ Պարզապես բացեց մեքենայի դուռը, դուրս եկավ, քայլելով դեպի հետի դուռը։ Ուժով բացեց այն, բռնելով նրա թից։ Նարինեն փորձեց դիմադրել, բայց բռունցքը չափազանց ամուր էր։ Նրան դուրս քաշեցին, նա սայթաքեց, ոտքը դնելով անհարթ գետնին։ Լիլիթը նույնպես դուրս եկավ մեքենայից, դեռ հեռախոսը ձեռքին, ամեն ինչ նկարահանելով։ Այդ ժեստի մեջ ինչ-որ այլասերված բան կար, կարծես նա պահպանում էր մի հաղթանշան, մի հիշողություն մի բանից, որը նրան զվարճալի էր թվում։ Նարինեն կանգնեց, մի ձեռքով փորը բռնած, մյուսով փորձելով հավասարակշռությունը պահպանել։ Սկսվող գիշերվա սառը քամին խփում էր նրա դեմքին։ Ոտքերը դողում էին։ Շնչառությունը դժվարացել էր։ Դուք չեք կարող սա անել ինձ հետ։ Ես ոչինչ չեմ արել։ Ես պարզապես ուզում էի ունենալ այս երեխային։ Խնդրում եմ, ինձ այստեղ մի թողեք։ Տիգրանն արդեն վերադարձել էր մեքենա։ Լիլիթը նույնպես ներս մտավ, փակելով դուռը։ Շարժիչը նորից միացվեց։ Նարինեն վազեց դեպի վարորդի պատուհանը, հուսահատորեն բախելով ապակուն։ Տիգրան, խնդրում եմ։ Ինձ հետ տար։ Ես ոչ ոքի չեմ պատմի։ Խոստանում եմ։ Պարզապես ինձ այստեղից տար։ Նա չնայեց նրան։ Պարզապես մեքենան շարժեց։
Անիվները փոշի բարձրացրին պտտվելիս։ Նարինեն փորձեց բռնել դռնից, բայց մեքենան արագացավ, ինչի հետանքով նա կորցրեց հավասարակշռությունը, ծնկների վրա ընկավ հողոտ գետնին։ Նա մնաց այնտեղ, ծնկաչոք, տեսնելով, թե ինչպես է մեքենան հեռանում։ Հետի լույսերը գնալով փոքրացան, մինչ ամբողջությամբ անհետացան աճող մթության մեջ։ Շարժիչի ձայնը կամաց-կամաց մարեց, մինչ մնաց միայն այդ լքված վայրի ծանր լռությունը։ Նարինեն մի քանի րոպե անշարժ մնաց, չկարողանալով շարժվել։ Ցնցումն այնքան մեծ էր, որ մարմինը կարծես անկարող էր արձագանքել։ Նա շուրջը նայեց, փորձելով հասկանալ, թե որտեղ է, փորձելով գտնել որ է ուղենիշ, որ է լույս, քաղաքակրթության որ է նշան։ Բայց կար միայն մթություն, ժանգոտած մետաղ այն սուր հոտը, որը շարունակում էր անհանգստացնել։ Դանդաղ նա ոտքի կանգնեց, հենվելով կոտրված բետոնի մի կտորի վրա։ Ոտքերն այնքան էին դողում, որ հազիվ էր կարողանում կանգնել։ Պայուսակն ընկել էր գետնին ընկնելու ժամանակ։ Նա դողացող ձեռքերով վերցրեց այն, փնտրեց հեռախոսը։ Երբ գտավ, տեսավ, որ մարդկոցը նստած է, ցանց չկա։ Ոչ։ Չի կարող պատահել, մրմնջաց նա, ուժգին սեղմելով սարքը, կարծես դա կարողանար ստիպել ցանցի գծերին հայտնվել։ Սկսեց քայլել, չիմանալով ուր գնալ։ Ամեն քայլը ցավոտ էր։ Փորը ծանր էր, մեջքը ցավում էր, վախը մշտական ներկայություն էր, սեղմելով կուրծքը, դժվարացնելով շնչառությունը։ Նա փորձեց հանգստանալ, փորձեց հիշել շնչառական վարժությունները, որոնք բուժքույրը սովորեցրել էր նախածննդյան խորհրդատվությունների ժամանակ, բայց խուճապն ավելի ուժեղ էր։ Նարինեն չգիտեր, թե որքան ժամանակ էր անցել, երբ զգաց առաջին կծկումը։ Դա հանկարծակի էր, ուժգին, կիսով չափ ծալելով նրան։ Նա կանգ առավ, փորը բռնած, սպասելով, որ ցավն անցնի։ Երբ անցավ, նա շարունակեց քայլել, այժմ ավելի դանդաղ, ավելի վախեցած։ Հիմա չի կարող լինել։ Խնդրում եմ, հիմա ոչ, կրկնում էր ինքն իրեն, ինչպես աղոթք։ Բայց մարմինը չէր ենթարկվում խնդրանքներին։ Եկավ երկրորդ կծկումը, ավելի ուժեղ, քան առաջինը։ Նարինեն ստիպված եղավ հենվել մետաղական կառույցի մի կտորի վրա, որպեսզի չընկնի։ Ցավը տարբերվում էր այն ամենից, ինչ նա զգացել էր նախկինում։ Այն խորն էր, նախնական, անհնար էր անտեսել։ Նա հուսահատորեն շուրջը նայեց, փնտրելով ինչ-որ բան, ցանկացած բան, որը կարող էր օգնել։ Բայց կային միայն բեկորներ։ Դատարկ բեռնար կղեր։ Դեն նետված նյութերի կույտեր։ Նա մենակ էր, հղի, ծննդաբերությունը մոտենում էր, մի վայրում, որը թվում էր աշխարհի վերջը։ Արցունքները սկսեցին ազատ հոսել։ Նարինեն սահեց մինչ գետին, մեջքով հենվելով ճաքած բետոնե պատին։ Գրկեց փորը, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում ներսում։ Իր որդին։ Որդին, ում նա արդեն սիրում էր իր ողջ ուժով, նույնիսկ նրա դեմքը չտեսած։ Ներիր, սիրելիս, շշնջաց նա, բառերը դուրս էին գալիս լացի միջից կտրատված։ Ներիր մայրիկիր, որ չկարողացավ քեզ ավելի լավ պաշտպանել։ Վերում երկինքը գնալով մտնում էր։ Սկսեցին հայտնվել առաջին աստղերը, լույսի փոքրիկ կետեր անսահմանության մեջ։ Նարինեն դիտում էր դրանք, փորձելով որե մխիթարություն գտնել այդ տեսարանում, որե հույս, որ նա ամբողջովին կորած չէ։ Մինույն ժամանակ, կիլոմետրեր հեռու, Տիգրանը լուռ վարում էր մեքենան դեպի քաղաք։ Լիլիթը նրա կողքին էր, ժպտերես, պահպանելով իր արած լուսանկարներն ու տեսանյութերը։ Նա գոհ էր թվում, կարծես հաջողությամբ կատարել էր մի առաջադրանք։ Վերջ։ Ավարտվեց։ Հիմա կարող ենք առաջ շարժվել առանց բարդությունների, ասաց նա, ձեռքը դնելով նրա ազդրին։ Տիգրանը չպատասխանեց։ Նրա մատները ուժգին սեղմում էին ղեկը։ Մի պատկեր համառորեն վերադառնում էր նրա մտքին։ Նարինեն այդ առավոտ, նախածննդյան կլինիկայում ձաթղթեր լրացնելիս, ժպտում էր, լսելով երեխայի սրտի զարկերը ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։ Նա այնտեղ էր եղել, նա էլ էր լսել։ Ինչ-որ բան զգացել էր, նույնիսկ եթե չէր ուզում խոստովանել։ Հիմա, այդ ճանապարհով վարելիս, նա փորձում էր խեղդել այն անհանգստությունը, որը մեծանում էր կրծքում։ Դա անհրաժեշտ էր, կրկնում էր ինքն իրեն։ Դա միակ ելքն էր։ Լիլիթը նրան համոզել էր դրանում։ Նա պլաններ ուներ երկուսի համար, երեխան այդ պլանների մաս չէր կազմում։ Այսպես ավելի լավ էր։ Դա նորից սկսելու միակ ձն էր։ Բայց Նարինեի պատկերը, ծնկաչոք այդ վայրում, մենակ, հղի, դուրս չէր գալիս նրա մտքից։
Լիլիթը նկատեց նրա լռությունը։ Հեյ, այդպես մի եղիր։ Մենք արեցինք այն, ինչ պետք է արվեր։ Նա միծ կգտնի։ Միշտ գտնում են։ Եվ նույնիսկ եթե չգտնի, ոչ ոք չի իմանա, որ մենք էինք։ Ապացուցելուց չկա։ Տիգրանը գլխով արեց, բայց ոչինչ չասաց։ Շարունակեց վարել, հայացքը գամված ճանապարհին, փորձելով չմտածել։ Փորձելով չզգալ։ Նրանք հասան բնակարան, որը կիսում էին մի քանի շաբաթ Երանի կենտրոնում գտնվող նոր շենքում։ Լիլիթը հանեց կոշիկները ուղիղ գնաց խոհանոց, բացելով մի շիշ գինի։ Երկու բաժակ լցրեց, մեկը մեկնեց Տիգրանին։ Եկեք նշենք նոր սկիզբը, ասաց նա, բարձրացնելով բաժակը։ Տիգրանը վերցրեց բաժակը, բայց չխմեց։ Մնաց նայելով կարմիր հեղուկին, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել այդ երեկո։ Թե ինչպես էր հասել այստեղ։ Թե ում էր վերածվել։ Լիլիթը երկար կում արեց, ժպտաց։ Հանգստացիր, Տիգրան։ Մի քանի օրից դու նույնիսկ չես հիշի այս մասին։ Կյանքն այդպիսին է։ Մենք դժվար ընտրություններ ենք կատարում, բայց հետո անցնում է։ Միշտ անցնում է։ Նա մոտեցավ նրան, գրկելով հետից։ Տիգրանը փակեց աչքերը, փորձելով համոզել իրեն, որ նա ճիշտ է։ Փորձելով հավատալ, որ իսկապես կմոռանա։ Բայց խորքում նա գիտեր, որ չի մոռանա։ Գիտեր, որ այդ պահը կմնա նրա հետ ընդմիշտ, ինչպես մի նշան, որը չի ջնջվում, մի անտեսանելի, բայց մշտական սպի։ Մինույն ժամանակ աղբավայրում Նարինեն շարունակում էր պայքարել։ Գծկումներն այժմ ավելի հաճախակի էին։ Նա գիտեր, որ շատ ժամանակ չունի։ Ծննդաբերությունը տեղի էր ունենում, ուզեր նա, թե ոչ, պատրաստ լիներ, թե ոչ։ Նա փորձեց նորից ոտքի կանգնել, հենվելով պատին։ Պետք էր օգնություն գտնել։ Պետք էր հասնել մի տեղ, որտեղ մարդիկ կային։ Բայց մարմինն այլս չէր ենթարկվում։ Ոտքերը չափազանց թույլ էին, ցավը չափազանց ուժգին։ Նարինեն նորից ծնկների վրա ընկավ, ձեռքերը խրվելով կեղտոտ հողի մեջ։ Շնչառությունը դժվարացել էր, հում էր։ Շրջապատող աշխարհը սկսեց պտտվել։ Նա զգաց, որ կուշագնացվի, բայց իր ողջ ուժով պայքարեց դրա դեմ։ Չէր կարող ուշագնաց լինել։ Ոչ այնտեղ։ Ոչ հիմա։ Հենց այդ ժամանակ նա ձայն լսեց։ Քայլեր։ Ինչ-որ մեկը մոտենում էր։ Նա փորձեց գոռալ, բայց ձայնը թույլ, խռպոտ դուրս եկավ։ Այնուամենայնիվ, համառեց։ Օգնություն։ Խնդրում եմ։ Ինչ-որ մեկը։ Քայլերն ավելի մոտեցան։ Մթության մեջ մի կերպար հայտնվեց։ Բարձրահասակ, նիհար մի տղամարդ, մաշված հագուստով պայուսակը ձեռքին։ Նա կանգ առավ, տեսնելով նրան, աչքերը լայն բացված զարմանքից, անհանգստությունից։ Աստված իմ, ինչ է պատահել ձեզ, հարցրեց նա, գցելով պայուսակը արագ մոտենալով։ Նարինեն չկարողացավ պատասխանել։ Պարզապես նայեց նրան, աչքերը լի արցունքներով, առանց բառերի օգնություն խնդրելով։ Տղամարդը ծնկի իջավ նրա կողքին, հանեց իր բաճկոնը, դրեց նրա ուսերին։ Հանգիստ։ Հանգիստ եղեք։ Ես ձեզ կօգնեմ։ Հիմա կզանգեմ շտապ օգնություն։ Նա գրպանից հանեց հին հեռախոսը, համար հավաքեց։ Նրա ձայնը վստահ էր, երբ խոսում էր օպերատորի հետ, տալով տեղանքը, նկարագրելով իրավիճակը։ Նարինեն լսում էր նրան, կարծես հեռվից, բառերը հասնում էին խուլ, աղավաղված ցավից, հոգնածությունից։ Երբ նա անջատեց, մնաց նրա կողքին, բռնելով նրա ձեռքը։ Ամեն ինչ լավ կլինի։ Շտապ օգնությունն արդեն ճանապարհին է։ Դիմացեք։ Դուք ձեր երեխան լավ կլինեք։ Նարինեն սեղմեց նրա ձեռքը, երախտապարտ լինելով այդ ներկայության, այլս մենակ չլինելու համար։ Գտնելու համար մեկին, ով ի տարբերություն նրա, ով պետք է պաշտպաներ իրեն, ընտրեց օգնել։ Հեռվից լսվող շչակի ձայնը ամենագեղեցիկ բանն էր, որ Նարինեն երբել լսել էր իր կյանքում։ Նարինեին գտած տղամարդու անունը Հովսեփ էր, բայց բոլորը նրան ճանաչում էին պարզապես որպես Հովո։ Նա 53 տարեկան էր, ուներ մի պատմություն, որի մասին ոչ ոք չէր հարցնում։ Գրեթե 5 տարի ապրում էր Երանի փողոցներում, այն օրվանից, երբ կորցրել էր աշխատանքը մետաղաձուլական գործարանում, դրա հետ մեկտեղ տունը, ընտանիքը, այն արժանապատվությունը, որը կարծում էր, թե երբեք չի կորցնի։
Կյանքը նրան դուրս էր մղել լուսանցք, քաղաքի մոռացված անկյունները, որտեղ գոյատումը ամենօրյա պայքար էր։ Այդ երեկո Հովոն աղբավայրում վերամշակվող նյութեր էր փնտրում։ Դա մի երթուղի էր, որը նա լավ գիտեր։ Քիչ թափոն հավաքողներ էին համարձակվում հասնել այնտեղ հեռավորության սուր հոտի պատճառով, բայց նա դրան ուշադրություն չէր դարձնում։ Որքան քիչ մարդ, այնքան շատ նյութեր էին մնում իրեն։ Նա իր պայուսակը լցնում էր ալյումինե տարաներով, երբ լսեց մոտեցող մեքենայի ձայնը։ Բնազդաբար թաքնվեց։ Վերջին տարիներին սովորել էր, որ ավելի լավ է անտեսանելի դառնալ, երբ մեքենաներ են հայտնվում նման վայրերում։ Երբեմն դրանք ապօրինի աղբ թափող մարդիկ էին, երբեմն ավելի վատ բաներ։ Նա կռացավ բեռնարկղի հետում դիտեց։ Տեսավ, թե ինչպես կանգնեց մեքենան։ Տեսավ ղեկին նստած տղամարդուն կողքի նստատեղին, կնոջը։ Տեսավ նա մյուս կնոջը հետի նստատեղին, ակնհայտորեն հղի։ Օդում ինչ-որ բան նրան հուշեց, որ այդ տեսարանը նորմալ չէ։ Այն ձև, որով տղամարդը խոսում էր, այն կերպը, որով հղի կինը շփոթված վախեցած էր թվում։ Հովոն վերցրեց իր հին հեռախոսը, որը ամիսներ առաջ ստացել էր սոցիալական աշխատողից։ Մարդկոցը միշտ թույլ էր, բայց նա սարքը լիցքավորված էր պահում, օգտվելով հանրային վարդակներից, երբ հնարավորություն էր լինում։ Այդ պահին ինչ-որ բան նրան հուշեց, որ պետք է արձանագրի այն, ինչ տեսնում է։ Զգուշորեն նկարահանեց տեսարանը։ Մեքենան։ Մասամբ տեսանելի համարանիշը։ Կնոջը, որին հանում էին մեքենայից։ Մյուս կնոջը, որը ամեն ինչ նկարահանում էր ժպիտը դեմքին։ Տղամարդուն, որը վերադառնում էր մեքենա։ Հղի կնոջը, որը ծնկաչոք աղաչում էր։ Մեքենան, որը հեռանում էր, նրան թողնելով հետում։ Երբ մեքենան անհետացավ մթության մեջ, Հովոն մի քանի վայրկյան անշարժ մնաց, ընկալելով այն, ինչի ականատեսն էր եղել։ Գիտեր, որ սարսափելի բան էր տեսել։ Մի բան, որը չէր կարող պարզապես անտեսել։ Մի փոքր սպասեց, համոզվելով, որ մեքենան չի վերադառնա։ Հետո դուրս եկավ թաքստոցից, սկսեց փնտրել կնոջը։ Լսեց տնքոցները, նախքան նրան տեսնելը։ Գնաց ձայնի ուղղությամբ, մինչ գտավ նրան ընկած, փորը բռնած, ակնհայտորեն ծննդաբերության մեջ։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ հետո, բնազդական էր։ Հանեց բաճկոնը։ Զանգեց շտապօգնություն։ Մնաց նրա կողքին, առաջարկելով միակ մխիթարությունը, որ կարող էր, մեղմ խոսքեր վստահություն, որ նա այլս մենակ չէ։ Շտապօգնությունը հասավ 15 րոպե հետո, բայց դրանք ժամեր թվացին։ Բուժաշխատողներն արագ գործեցին։ Նարինեին դրեցին պատգարակի վրա, միացրին սարքերին, թթվածին տվեցին։ Բուժակներից մեկը հարցեր տվեց, որոնց նա հազիվ կարողացավ պատասխանել։ Անուն, տարիք, հղիության շաբաթներ։ Նա մրմնջաց տեղեկությունները գծկումների միջ, որոնք շարունակում էին գալ ավելի ու ավելի ուժգին ալիքներով։ Հովոն ամեն ինչ դիտում էր հեռվից, ձեռքերը դեռ մի փոքր դողում էին։ Երբ շտապօգնությունը մեկնեց թարթող լույսերով գիշերը ճեղքող շչակով, նա մնաց այնտեղ կանգնած, բռնած հեռախոսը։ Տեսանյութը պահպանված էր։ Ապացույցն այնտեղ էր, նրա ափի մեջ։ Նա կարող էր հեռանալ։ Կարող էր վերադառնալ կամրջի տակ, որտեղ սովորաբար գիշերում էր։ Կարող էր ձացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Բայց չկարողացավ։ Նրա ներսում ինչ-որ բան, գուցե մարդկայնության վերջին կայծը, որը փողոցը չէր մարել, ստիպեց նրան այլ որոշում կայացնել։ Վերցրեց իր պայուսակը տարաներով, գցեց ուսին, սկսեց քայլել այն ուղղությամբ, որով գնացել էր շտապօգնությունը։ Գիտեր, որ այդ շրջանին ամենամոտ հիվանդանոցը կենտրոնականն է, Երանի կենտրոնական մասում։ Հեռու էր, բայց նա ամբողջ գիշերն ուներ։ Եվ ուներ նպատակ։ Մինչ Հովոն քայլում էր դատարկ փողոցներով, Տիգրանն ու Լիլիթն արդեն տանն էին, փորձելով վերսկսել առօրյան, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Լիլիթը լոգանք ընդունեց, հագուստը փոխեց, հավելվածով ուտելիք պատվիրեց։ Իրեն պահում էր այնպես, կարծես վերադարձել էր սովորական զբոսանքից, առանց խղճի խայթի։ Տիգրանը, մյուս կողմից, չէր կարողանում անջատվել։ Նստեց բազմոցին, դեռ գինու բաժակը ձեռքին, նայելով դատարկությանը։ Հեռուստացույցը միացված էր, բայց նա չէր տեսնում պատկերները։ Նրա միտքը մնացել էր այն աղբավայրում, այն պահին, երբ նա շրջվեց հեռացավ։ Լիլիթը նկատեց նրա վիճակը, նստեց կողքին։ Երկու ձեռքով բռնեց նրա դեմքը, ստիպելով նրան նայել իր աչքերին։ Վերջ տուր սրան, Տիգրան։
Դու իզուր ես քեզ տանջում։ Մենք արեցինք այն, ինչ պետք էր։ Հիմա երեխա մեծացնել չի լինի։ Դու դա գիտես։ Ես դա գիտեմ։ Մենք պլաններ ունենք։ Առջում կյանք ունենք։ Այդ իրավիճակը քեզ միայն կխորտակեր։ Նա ուզում էր հավատալ։ Շատ էր ուզում հավատալ, որ դա ճիշտ է։ Բայց Նարինեի պատկերը ծնկաչոք գետնին աղաչելիս ավելի ուժեղ էր, քան ցանկացած արդարացում, որ Լիլիթը կարող էր տալ։ Նա լավ կլինի, շարունակեց Լիլիթը։ Ինչ-որ մեկը կգտնի նրան։ Մեծ քաղաք է։ Միշտ ինչ-որ մեկը անցնում է ցանկացած վայրով։ Եվ նույնիսկ եթե ժամանակին չգտնեն, դա մեր մեղքը չէ։ Նա էր, որ ուզում էր ունենալ այդ երեխային։ Մենք դա չենք խնդրել։ Տիգրանը մեխանիկորեն գլխով արեց, բայց ոչինչ չասաց։ Լիլիթը համբուրեց նրա այտը ոտքի կանգնեց։ Ես գնում եմ քնելու։ Վաղը նոր օր է, մենք կմոռանանք այս ամենը։ Արի ինձ հետ։ Նա գլուխը թափահարեց։ Մի փոքր հետո կգամ։ Պարզապես մի քիչ ժամանակ է պետք։ Լիլիթը ուսերը թոթվեց գնաց ննջասենյակ։ Տիգրանը մնաց մենակ հյուրասենյակում, լռության մեջ, որը խախտվում էր միայն հեռուստացույցի ցածր ձայնով։ Փակեց աչքերը, փորձելով հեռացնել մտքերը, բայց դրանք համառորեն վերադառնում էին, գնալով ավելի ծանր։ Հիվանդանոցում Նարինեին ուղիղ տարան մանկաբարձական կենտրոն։ Իրավիճակը նուրբ էր։ Նա ջրազրկված էր, շոկի մեջ, ծննդաբերությունն արագ էր զարգանում։ Բժշկական անձնակազմն աշխատում էր ճշգրտությամբ շտապողականությամբ։ Մի բուժքույր բռնել էր նրա ձեռքը, քաջալերական խոսքեր ասելով։ Մի բժիշկ ստուգում էր երեխայի սրտի զարկերը։ Դուք լավ եք դիմանում, Նարինե։ Երեխան ուժեղ է։ Միայն մի փոքր էլ, ասում էր բուժքույրը, սրբելով նրա ճակատի քրտինքը։ Նարինեն հազիվ էր կարողանում աչքերը բաց պահել։ Ֆիզիկական հուզական հոգնածությունը ճնշող էր։ Բայց երբ լսեց իր որդու սրտի զարկերը մոնիտորի վրա, զգաց մի ուժ, որը չգիտեր, թե որտեղից է գալիս։ Այդ ձայնն ապացույցն էր, որ նա կենդանի է, որ պայքարում է, որ իր կարիքն ունի։ Նա ջիք թափեց, գոռաց, լաց եղավ։ Եվ վերջապես, այն բանից հետո, ինչը հավերժություն թվաց, լսեց երեխայի լացը։ Դա սուր, ուժեղ, վրդովված ձայն էր։ Ամենագեղեցիկ ձայնը, որ երբել լսել էր իր կյանքում։ Տղա է, հայտարարեց բժիշկը, բարձրացնելով երեխային, որպեսզի նա կարողանա տեսնել։ Նարինեն դողալով մեկնեց ձեռքերը։ Երեխային դրեցին նրա կրծքին, դեռ միացված պորտալարով։ Նա գրկեց նրան, զգալով թաց մարմնի ջերմությունը, տեսնելով փակ աչուկները, փոքրիկ բռունցքները սեղմված։ Իր որդին։ Իր հրաշքը։ Բար սիրելիս, շշնջաց նա, արցունքները հոսում էին դեմքով։ Մայրիկն այստեղ է։ Դու հիմա ապահով ես։ Երեխան մի պահ դադարեց լաց լինելուց, կարծես ճանաչելով նրա ձայնը։ Նարինեն համբուրեց նրա ճակատը, փակելով աչքերը, շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ նա կենդանի է, որ իր գրկում է։ Բժշկական անձնակազմը շարունակեց աշխատանքը, կտրելով պորտալարը, մաքրելով երեխային, կատարելով առաջին գնահատումները։ Նարինեին տարան հիվանդասենյակ, որտեղ նա կարող էր հանգստանալ։ Երեխային տարան նորածնային վերակենդանացման բաժանմունք, որպես նախազգուշական միջոց, բայց բժիշկները լավատես էին։ Չնայած հանգամանքներին, մայրն ու որդին գոյատել էին։ Մինչ Նարինեն քնած էր դեղերի ազդեցության տակ, Հովոն վերջապես հասավ հիվանդանոց։ Գրեթե առավոտյան ժամը 3-ն էր։ Նա հոգնած էր, ոտքերը ցավում էին, մեջքը ծանրացել էր պայուսակից, որը կրել էր կիլոմետրեր շարունակ։ Բայց նա այնտեղ էր։ Ներս մտավ շտապօգնության բաժանմունքով, առաջացնելով հետաքրքրասեր որոշ անհանգիստ հայացքներ։ Գիտեր, թե ինչպես են իրեն տեսնում։ Անօթան, կեղտոտ, հին հագուստով, որը մտնում է հիվանդանոց գիշերվա կեսին։ Շատերը խնդիր կտեսնեին։ Անհարմարություն։ Բայց նա ուշադրություն չդարձրեց։ Մոտեցավ ընդունարանի սեղանին, սպասեց, որ ընդունարանի աշխատակցուհին նայի իրեն։ Բարի գիշեր։ Ես պետք է խոսեմ ինչ-որ մեկի հետ այն հղի կնոջ մասին, որին այսօր երեկոյան բերել են այստեղ։ Նրան, ում գտել են աղբավայրում։ Ընդունարանի աշխատակցուհին ճակատը գիտեց։ Դուք հարազատ եք։
Ոչ։ Ես եմ նրան գտել։ Ես եմ զանգել շտապ օգնություն։ Կնոջ արտահայտությունը փոխվեց։ Նա ավելի ուշադիր նայեց նրան, տեսնելով արտաքինից այն կողմ։ Հասկանում եմ։ Թույլ տվեք կանչեմ հերթապահ սոցիալական աշխատողին։ Նա կցանկանա խոսել ձեզ հետ։ Րոպեներ անց հայտնվեց մի կին, մոտ 40 տարեկան, հավաքած մազերով ուշադիր հայացքով։ Ներկայացավ որպես Սիլվա, հիվանդանոցի սոցիալական աշխատող։ Հովոյին տարավ առանձին սենյակ, խնդրեց, որ պատմի, թե ինչ է տեսել։ Հովոն պատմեց ամեն ինչ։ Թե ինչպես էր նյութեր հավաքում։ Թե ինչպես տեսավ մեքենայի ժամանումը։ Թե ինչպես նկատեց, որ ինչ-որ բան այն չէ, որոշեց նկարահանել։ Թե ինչպես լքեցին կնոջը։ Թե ինչպես գտավ նրան հետո։ Սիլվան լուռ լսում էր նրան, նշումներ անելով։ Երբ նա ավարտեց, հարցրեց. Դուք ասացիք, որ նկարահանել եք։ Դեռ ունեք տեսանյութը։ Ունեմ, պատասխանեց Հովոն, գրպանից հանելով հին հեռախոսը։ Այստեղ է։ Նա ցույց տվեց կադրերը։ Դրանք մութ էին, դողացող, բայց հնարավոր էր տեսնել։ Մեքենան։ Մասնակի համարանիշը։ Կնոջը, որին թողնում էին հետում։ Ղեկին նստած տղամարդուն։ Մյուս կնոջը, որը նկարահանում էր ժպիտը դեմքին։ Սիլվան լուռ դիտեց, դեմքը գնալով ավելի լրջանում էր։ Երբ տեսանյութն ավարտվեց, նա հարգանքով նայեց Հովոյին։ Դուք գիտեք, որ սա շատ կարևոր ապացույց է, այնպես չէ՞։ Ես պետք է դիմեմ ոստիկանություն։ Նրանք նույնպես կցանկանան խոսել ձեզ հետ։ Հովոն գլխով արեց։ Գիտեմ։ Դրա համար եմ եկել։ Չէի կարող սա այդպես թողնել։ Սիլվան վերցրեց հեռախոսը, մի քանի զանգ կատարեց։ Կես ժամ հետո երկու քննիչ ոստիկանությունից հասան հիվանդանոց։ Նրանցից մեկը միջին տարիքի տղամարդ էր, հոգնած տեսքով, բայց ուշադիր հայացքով։ Ներկայացավ որպես ավագ քննիչ Թադոսյան։ Մյուսն ավելի երիտասարդ էր, քննիչ Ռոստոմյանը։ Նրանք խոսեցին Հովոյի հետ նույն սենյակում։ Լսեցին պատմությունը։ Տեսան տեսանյութը։ Հարցեր տվեցին ժամերի, նկարագրությունների, մանրամասների մասին։ Հովոն պատասխանեց այն ամենին, ինչ գիտեր, վերականգնելով տեսարանը այն հստակությամբ, որը թույլ էր տալիս հիշողությունը։ Թադոսյանը զգույշ նշումներ արեց։ Երբ ավարտեց, նայեց Հովոյին մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր զարմանքի, հիացմունքի։ Դուք ճիշտ բան եք արել։ Այս տեսանյութը վճռորոշ կլինի մեղավորներին գտնելու համար։ Համարանիշով, նույնիսկ մասնակի, մենք կարող ենք հետել։ Հովոն ուսերը թոթվեց։ Պարզապես արեցի այն, ինչ ցանկացած մարդ պետք է աներ։ Ցավոք, ոչ բոլորը կանեին, պատասխանեց ավագ քննիչը։ Դուք պետք է պաշտոնական ցուցմունք տաք բաժանմունքում։ Կարող է լինել վաղը, կամ ավելի ճիշտ, հենց այսօր, քանի որ արդեն լուսադեմ է։ Խնդիր չկա։ Ես կգամ։ Քննիչները շնորհակալություն հայտնեցին, հեռացան, իրենց հետ տանելով տեսանյութի պատճենը այն տեղեկությունները, որոնք Հովոն տրամադրել էր։ Սիլվան նրան սուրճ սենդվիչ առաջարկեց, որը նա երախտագիտությամբ ընդունեց։ Ուտելու ընթացքում նա հարցրեց, թե արդյոք նա ցանկանում է տեսնել այն կնոջը, որին փրկել էր։ Հովոն տատանվեց։ Չգիտեմ, թե արդյոք դա տեղին է։ Նա հիմա քնած է, հանգստացնող դեղերի ազդեցության տակ։ Բայց վստահ եմ, որ երբ արթնանա, կցանկանա անձամբ շնորհակալություն հայտնել։ Դուք փրկել եք նրա երեխայի կյանքը։ Նա գլուխը թափահարեց, հուզված։ Շնորհակալության կարիք չկա։ Պարզապես ուզում եմ, որ նա լավ լինի։ Սիլվան ժպտաց։ Ես իմ կոնտակտները կթողնեմ ձեզ մոտ։ Եթե ինչ-որ բանի կարիք լինի, ցանկացած բանի, ինձ փնտրեք։ Լավ։ Հովոն պահեց նրա համարով թուղթը։ Շնորհակալություն հայտնեց հրաժեշտ։ Տվեց։ Երբ դուրս եկավ հիվանդանոցից, երկինքն արդեն սկսել էր լուսավորվել։ Երանի փողոցները կամաց-կամաց արթնանում էին, առաջին ավտոբուսները շրջում էին, հացի փռերը բացվում, աշխատողները գնում էին մեկ օրվա։ Նա քայլեց դեպի կամուրջը, որտեղ սովորաբար մնում էր, բայց չկարողացավ քնել։ Մնաց նստած, նայելով քաղաքի շարժին, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Կյանք էր փրկել։ Գուցե երկու։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ զգաց, որ դեռ կարոր է։
որ դեռ արժեք ունի, որ դեռ մարդ է։ Մի նույն ժամանակ բաժանմունքում քննիչներն արդեն աշխատում էին մեքենայի նույնականացման վրա։ Մասնակի համարանիշով տեսանյութում տեսանելի մեքենայի բնութագրերով նրանք տվյալները համադրեցին համակարգում։ Մի քանի ժամ անց նրանք անուն ունեին Տիգրան Կոստանյան, մեքենաների վաճառող, բնակվող Երանի կենտրոնում։ Ավագ քննիչ Թադոսյանը նայեց համակարգչի էկրանին գտնվող տեղեկություններին։ Ռոստոմյան, եկեք դանդաղ գործենք։ Պետք է վստահ լինենք, նախքան որևէ քայլ անելը։ Գտիր այն ամենը, ինչ կա այս տղայի մասին։ Հասցե, աշխատանք, պատմություն։ Ուզում եմ իմանալ, թե ում հետ է ապրում, ում հետ է շփվում, ամեն ինչ։ Քննիչ Ռոստոմյանը գլխով արեց սկսեց աշխատել։ Մի քանի ժամ անց նրանք ամբողջական պրոֆիլ ունեին։ Տիգրան Կոստանյան, 29 տարեկան, աշխատում էր կենտրոնում գտնվող ավտոսրահում։ Ապրում էր կենտրոնում գտնվող բնակարանում, որը գրանցված էր նրա անունով։ Սոցիալական ցանցերում վերջերս արված լուսանկարներ կային մի կնոջ, Լիլիթ Վարդանյանի հետ, որը նույնպես ապրում էր նույն հասցեում։ Թադոսյանը ուսումնասիրեց լուսանկարները։ Նկարներում պատկերված կինը համապատասխանում էր այն նկարագրությանը, որը Հովոն տվել էր մեքենայում գտնվող ուղեկցորդուհու մասին։ Հասակ, մազեր, կազմվածք։ Ամեն ինչ համընկնում էր։ Նա է, ասաց նա Ռոստոմյանին։ Հիմա մենք պետք է խոսենք տուժողի հետ, տեսնենք, թե նա ինչ կարող է մեզ պատմել։ Հետո կմոտենանք այս երկուսին։ Հաջորդ առավոտ Նարինեն արթնացավ հիվանդանոցում։ Մի պահ չգիտեր, թե որտեղ է։ Սենյակը սպիտակ էր, մաքուր, ախտահանիչի հոտով։ Թին կաթիլային էր, զարքերը մեղմորեն ծվծվում էին։ Նա փորձեց նստել, զգալով խորը ցավ ամբողջ մարմնում։ Հենց այդ ժամանակ ամեն ինչ վերադարձավ։ Մեքենան, լքվածությունը, աղբավայրը, կծկումները, վախը և երեխան։ Որտեղ էր իր երեխան։ Նա խելահեղորեն սեղմեց կանչի կոճակը։ Մի բուժքույր վայրկյաններ անց ներս մտավ, ժպտալով։ Հանգստացեք, սիրելիս։ Ամեն ինչ լավ է։ Ձեր որդին նորածնային վերակենդանացման բաժանմունքում է։ Նա լավ է, պարզապես հսկողության տակ։ Ուզում եք տեսնել նրան։ Նարինեն գլխով արեց, արցունքներն արդեն հոսում էին։ Այո։ Խնդրում եմ։ Բուժքույրն օգնեց նրան ոտքի կանգնել նստել անվասայլակին։ Տարավ նրան նորածնային վերակենդանացման բաժանմունք, որտեղ ապակու միջով Նարինեն կարողացավ տեսնել իր որդուն։ Նա ինկուբատորի մեջ էր, հանգիստ քնած, գլխին կապույտ գլխարկ, սպիտակ ծածկոցներով փաթաթված։ Նա ձեռքը դրեց ապակուն, ցանկանալով, որ կարողանա դիպչել նրան։ Իմ փոքրիկ։ Իմ որդի։ Նա ուժեղ է, ասաց բուժքույրը։ Լավ կլինի։ Բժիշկները շատ գոհ են զարգացումից։ Նարինեն երկար րոպեներ մնաց այնտեղ, պարզապես նայելով որդուն, շնորհակալություն հայտնելով, որ նա կենդանի է։ Երբ վերադարձավ սենյակ, գտավ Սիլվային, սոցիալական աշխատողին, որը սպասում էր իրեն։ Նարինե, իմ անունը Սիլվա է։ Ես աշխատում եմ այստեղ, հիվանդանոցում։ Պետք է խոսեմ ձեզ հետ այն մասին, ինչ տեղի է ունեցել երեկ։ Նարինեն պատմեց ամեն ինչ։ Թե ինչպես է հանդիպել Տիգրանին։ Թե ինչպես է հղիացել։ Թե ինչպես է նա փոխվել։ Թե ինչպես է հայտնվել Լիլիթը։ Թե ինչպես են իրեն տարել այն վայրը լքել։ Պատմելու ընթացքում մի քանի անգամ լաց եղավ, բայց շարունակեց մինչ վերջ։ Սիլվան բռնել էր նրա ձեռքը, մխիթարություն առաջարկելով։ Երբ Նարինեն ավարտեց, նա ասաց. Դուք շատ խիզախ էիք, այս ամենը պատմելով։ Եվ ուզում եմ, որ իմանաք, որ ոստիկանությունն արդեն հետաքննում է։ Մենք ունենք մեքենայի նկարները արդեն նույնականացրել ենք մեղավորներին։ Նարինեն աչքերը լայն բացեց։ Ինչպե՞ս։ Այն տղամարդը, ով գտել է ձեզ, ամեն ինչ նկարահանել է։ Նա ապացույցները բերել է հիվանդանոց կանչել ոստիկանություն։ Դուք փրկվել եք նրա շնորհիվ, Նարինե։ Եվ նա ամեն ինչ արել է, որպեսզի արդարությունը հաստատվի։ Նարինեն դեմքը ծածկեց ձեռքերով, լաց լինելով թեթացումից երախտագիտությունից։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան։ Պետք է շնորհակալություն հայտնեմ։ Նա իր կոնտակտներն է թողել։
Երբ ավելի լավ լինեք, մենք կարող ենք հանդիպում կազմակերպել։ Նույն օրը կեսօրին ավագ քննիչ Թադոսյանը քննիչ Ռոստոմյանը գնացին ավտոսրահ, որտեղ աշխատում էր Տիգրանը։ Նա հաճախորդի էր սպասարկում, երբ երկուսը ներս մտան, զգուշորեն ցույց տալով իրենց վկայականները։ Տիգրան Կոստանյան։ Մենք պետք է խոսենք ձեզ հետ։ Մի գործի մասին է, որը հետաքննում ենք։ Տիգրանը գունատվեց։ Հաճախորդը նկատեց անհանգստությունը հեռացավ։ Տիգրանը հետեց քննիչներին դեպի առանձին սենյակ։ Ինչի՞ մասին է խոսքը, հարցրեց նա, փորձելով ձայնը վստահ պահել։ Դուք ճանաչում եք Նարինե Սարգսյանին։ Ճանաչում եմ։ Իմ նախկին ընկերուհին է։ Երբ եք վերջին անգամ տեսել նրան։ Մի քանի շաբաթ առաջ։ Մենք բաժանվել ենք, այլս չենք խոսել։ Թադոսյանը բացեց թղթապանակը, հանեց տեսանյութից տպված լուսանկար։ Դա Տիգրանի մեքենան էր, կայանված աղբավայրում, Նարինեին մեքենայից հանելիս։ Այս լուսանկարն արվել է 3 երեկոյան։ Կարող եք բացատրել։ Տիգրանը նայեց նկարին, զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Տիգրանը երկար վայրկյաններ նայեց լուսանկարին, զգալով, թե ինչպես է սիրտը բաբախում։ Ձեռքերը սկսեցին դողալ։ Սենյակը կարծես փոքրացավ, օդը նոսրացավ։ Նա բերանը բացեց խոսելու, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Ավագ քննիչ Թադոսյանը ուշադիր հետում էր նրան։ Նա փորձառու մարդ էր, ավելի քան 20 տարի գործեր էր հետաքննում։ Լավ գիտեր մեղքի նշանները, այն ձև, որով մարդիկ մատնում էին իրենց լռությամբ, ժեստերով, փախչող հայացքով։ Չեք պատասխանելու, Տիգրան, պնդեց ավագ քննիչը հանգիստ, բայց վստահ ձայնով։ Ես կարող եմ բացատրել, վերջապես կարողացավ ասել Տիգրանը, ձայնը խռպոտ էր։ Դա այն չէ, ինչ թվում է։ Ապա բացատրեք։ Որովհետև այն, ինչ թվում է, այն է, որ դուք վերցրել եք հղի կնոջ, ձեր իսկ երեխայով, տարել եք աղբավայր լքել այնտեղ։ Մենակ։ Գիշերը։ Ծննդաբերության մեջ։ Բառերն ընկան հարվածների պես։ Տիգրանը զգաց, թե ինչպես է կոկորդը սեղմվում։ Ձեռքն անցկացրեց դեմքի վրայով, փորձելով մտածել, փորձելով ելք գտնել։ Բայց ելք չկար։ Լուսանկարն այնտեղ էր, պարզ, անհերքելի։ Դա թյուրիմացություն էր, փորձեց նա։ Մենք պարզապես պետք է խոսեինք ավելի առանձին տեղում։ Նա խնդրեց իջնել։ Ես կարծեցի, որ նա կվերադառնա մեքենա։ Թադոսյանը հոնքը բարձրացրեց։ Նա խնդրեց իջնել արդյունաբերական աղբավայրի մեջտեղում, 7 ամսական հղի, գիշերը։ Դուք ուզում եք, որ ես դրան հավատամ։ Տիգրանը չպատասխանեց։ Գիտեր, որ այն ամենը, ինչ կասեր, միայն ավելի կխորտակեր իրեն։ Եվս մի բան կա, շարունակեց Թադոսյանը, թղթապանակից հանելով մեկ այլ լուսանկար։ Սա այն կինն է, ով ձեզ հետ էր մեքենայում։ Լիլիթ Վարդանյան։ Ձեր ներկայիս ընկերուհին։ Ճիշտ է։ Տիգրանը թեթակի գլխով արեց, կոկորդը չորացել էր։ Նա նույնպես պետք է գա բացատրություններ տալու։ Որովհետև, ըստ վկաների, նա նկարահանել է այն պահը, երբ Նարինեին թողել են հետում։ Նկարահանել ժպտացել է։ Դուք գիտեք, թե դա ինչ է նշանակում իրավաբանորեն։ Ակտիվ մասնակցություն։ Մեղսակցություն։ Սա պարզապես անպութություն չէ, Տիգրան։ Սա դիտավորյալ արարք է։ Տիգրանը փակեց աչքերը։ Ամեն ինչ փլուզվում էր։ Այն պլանը, որը Լիլիթը ներկայացրել էր որպես կատարյալ, անթերի, քանդվում էր ժամերի ընթացքում։ Դուք պետք է մեզ հետ գաք բաժանմունք, ասաց Թադոսյանը, ոտքի կանգնելով։ Պաշտոնական ցուցմունք կտաք։ Եվ կախված նրանից, թե ինչ կասեք, կարող եք կանխարգելիչ կալանքի տակ վերցվել։ Կարող եմ զանգել իմ փաստաբանին։ Կարող եք։ Բայց դա կլինի բաժանմունքում։ Տիգրանին տարան ոչ նշանավոր ոստիկանական մեքենայով, բայց մի քանի գործընկերներ նկատեցին։ Հետաքրքրասեր հայացքները, շշուկները։ Նա զգում էր, թե ինչպես է ամոթն այրում կուրծքը։ Այն ամենը, ինչ կառուցել էր, այն կերպարը, որը պահպանում էր, փլուզվում էր։ Բաժանմունքում նրան տեղավորեցին հարցաքննության սենյակում։ Զանգեց իր ծանոթ փաստաբանին, համալսարանական ընկերոջը, որն աշխատում էր քաղաքացիական իրավունքի ոլորտում։ Տղան ցնցված էր իրավիճակից, բայց խոստացավ անմիջապես գալ։
Մինչ սպասում էր, Տիգրանը մնաց մենակ սառը սենյակում, որտեղ միայն սեղան երկու աթոռ կար։ Պատերը մոխրագույն էին, առանց պատուհանների։ Լռությունը ջնշող էր։ Նա գլուխը դրեց ձեռքերի մեջ, փորձելով ընկալել ամեն ինչ։ Ինչպես էր հասել այստեղ։ Ինչպես էր դարձել մեկը, ով ընդունակ է նման բան անելու։ Մտածեց Նարինեի մասին։ Հիշեց, թե երբ էին ծանոթացել, գրեթե 2 տարի առաջ, մի խնջույքի ժամանակ։ Նա ծիծաղում էր ընկերուհիների հետ, կարմիր զգեստով։ Նա մոտեցել էր, խոսակցություն սկսել։ Սկզբում նա ամաչկոտ էր, բայց կամաց-կամաց բացվեց։ Բացահայտեցին, որ նման ճաշակներ ունեն ֆիլմերի, երաժշտության, ուտելիքի հարցում։ Մի քանի անգամ հանդիպեցին, նախքան նա պաշտոնապես առաջարկեց ընկերություն անել։ Առաջին ամիսները լավ էին։ Նրան դուր էր գալիս լինել նրա հետ։ Նարինեն բարի էր, ուշադիր, միշտ փորձում էր նրան երջանիկ դարձնել։ Նրա համար ուտելիք էր պատրաստում, հոգ էր տանում, երբ հիվանդ էր, լսում էր նրա աշխատանքային խնդիրները։ Բայց ինչ-որ բան փոխվեց, երբ նա հղիացավ։ Հանկարծ, այլս միայն իրենց երկուսի մասին չէր։ Երրորդ մարդ էր գալիս, մի պատասխանատվություն, որը նա պատրաստ չէր ստանձնելու։ Սկսեց հուզականորեն հեռանալ։ Ավելի հաճախ էր դուրս գալիս ընկերների հետ։ Ավելի ուշ էր մնում աշխատանքի։ Խուսափում էր երեխայի մասին խոսակցություններից։ Հենց այդ ժամանակ նա հանդիպեց Լիլիթին մեքենաների ցուցահանդեսում։ Նա աշխատում էր մեկ այլ ավտոսրահի վարչական բաժնում։ Նա տարբերվում էր Նարինեից։ Ավելի համարձակ, ավելի վճռական, ավելի անկախ։ Չէր խոսում լուրջ պարտավորությունների, երեխաների, ապագայի մասին։ Ապրում էր պահով։ Եվ դա հենց այն էր, ինչ Տիգրանն ուզում էր։ Լիլիթի հետ հարաբերությունները սկսվեցին որպես շեղում, բայց արագորեն վերածվեցին ավելի լուրջ բանի։ Նա ստիպում էր նրան նորից ազատ զգալ, առանց մոտալուտ հայրության բեռի։ Երբ նա պատմեց Նարինեի հղիության մասին, սպասում էր, որ նա կհեռանա։ Բայց Լիլիթն այլ արձագանք ունեցավ։ «Մենք դա կլուծենք», ասաց նա։ «Դու պարտավոր չես այդ բեռը գրել ողջ կյանքիդ։ Այդ իրավիճակից ազատվելու ձեր կան»։ Սկզբում Տիգրանը չհասկացավ, թե նա ինչ նկատի ունի։ Բայց կամաց-կամաց Լիլիթը սկսեց գաղափարը սերմանել։ Եթե Նարինեն այլս նրա կյանքում չլիներ, պահանջ չէր լինի։ Ալիմենտ չէր լինի։ Պատասխանատվություն չէր լինի։ Նա կարող էր նորից սկսել ազատ թեթ։ Տիգրանը սկզբում դիմադրեց։ Բայց Լիլիթը համոզիչ էր։ Ցույց էր տալիս, թե ինչպիսին կլինի իրենց կյանքը միասին, առանց բարդությունների։ Ստիպում էր նրան հավատալ, որ Նարինեն խոչընդոտ է, խնդիր, որը պետք է վերացվի։ Եվ այսպես, շաբաթ առ շաբաթ, գաղափարը նորմալացավ նրա գլխում։ Անհեթեթությունից վերածվեց կենսունակ լուծման։ Լիլիթը պլանավորեց ամեն ինչ։ Ընտրեց տեղը։ Սահմանեց պատրվակը։ Երաշխավորեց, որ նրանց հետքը գտնելուց չի լինի։ Բայց նա սխալվում էր։ Ամեն ինչ սխալ էր։ Եվ հիմա նա այնտեղ էր հարցաքննության սենյակում, սպասելով պատասխան տալու մի բանի համար, որը երբեք չէր պատկերացնի, որ կանի։ Դուռը բացվեց, փաստաբանը ներս մտավ, հալով։ Տիգրան, գրողը տանի, ինչ ես արել։ Տիգրանը պատմեց ամեն ինչ։ Փաստաբանը լսում էր նրան գնալով ավելի լուրջ արտահայտությամբ։ Երբ ավարտեց, տղամարդը դանդաղ արտաշնչեց։ Դու գիտես, որ սա լուրջ է, այնպես չէ։ Շատ լուրջ։ Անօգնական վիճակում թողնելը, հղի կնոջ դեպքում ծանրացուցիչ հանգամանքներով։ Սա կարող է մի քանի տարվա ազատազրկում տալ։ Եվ եթե ապացուցվի, որ նախապես ծրագրված է եղել, կարող է ավելի վատ լինել։ Բայց ես չէի ուզում նրան վնասել։ Ես պարզապես ուզում էի ազատվել իրավիճակից։ Փաստաբանը գլուխը թափահարեց։ Դու լքել ես հղի կնոջ մեկուսացված վայրում գիշերը։ Նա կարող էր այնտեղ վատանալ։ Եվ նա, երեխան։ Ինչ էիր ուզում կամ չէիր ուզում, չի փոխում այն, ինչ արել ես։ Ինչ անեմ հիմա։ Համագործակցիր։ Պատմիր ամեն ինչ։ Ցույց տուր անկեղծ զղջում։ Դա միակ հնարավորությունն է ավելի թեթ պատիժ ստանալու։ Եթե ստես, եթե փորձես բան թաքցնել, ավելի վատ կլինի։ Րոպեներ անց ավագ քննիչ Թադոսյանը ներս մտավ քննիչ Ռոստոմյանի հետ։
Փաստաբանը բացատրեց, որ իր պաշտպանյալը պատրաստ է համագործակցելու։ Տիգրանը ուրեմն նորից պատմեց ամեն ինչ, այժմ պաշտոնապես արձանագրված։ Թե ինչպես է հանդիպել Լիլիթին, թե ինչպես է նա առաջարկել գաղափարը, թե ինչպես է ինքը համաձայնել, թե ինչպես են պլանավորել, թե ինչպես են իրականացրել։ Թադոսյանը զգույշ նշումներ էր անում։ Երբ Տիգրանն ավարտեց, ավագ քննիչը հարցրեց. Իսկ Լիլիթը, նա հիմա որտեղ է։ Պետք է տանը լինի։ Բնակարանում։ Ռոստոմյան, գնա բեր նրան։ Խումբ վերցրու։ Քննիչն արագ դուրս եկավ։ Թադոսյանը մի քանի վայրկյան նայեց Տիգրանին, նախքան խոսելը։ Դու գիտես, որ կանխարգելիչ կալանքի տակ ես մնալու, այնպես չէ։ Այստեղ գրավ չկա։ Դատավորը քեզ ազատ չի թողնի նման գործով։ Տիգրանը բարդված գլխով արեց։ Գիտեմ։ Նրան տարան ժամանակավոր պահման մեկուսարան։ Տարածքը փոքր էր, մի քանի մետաղական մահճակալներով անկյունում զուգարանով։ Այնտեղս 3 տղամարդ կար, որոնք նրան նայեցին հետաքրքրությամբ, իսկ հետո արամարանքով, երբ նրանցից մեկը հարցրեց, թե ինչ է արել, Տիգրանը առանց մտածելու պատմեց. Դու հղի կնոջ ես լքել։ Տղամարդկանցից մեկը, դաջվածքներով ուժեղ մի տղա, թքեց գետնին։ Տղա, դու զզվելի ես։ Նույնիսկ այստեղ կանոններ կան։ Եվ այն, ինչ դու արել ես, ներում չունի։ Մյուսները լուր համաձայնեցին։ Տիգրանը գծկվեց մի անկյունում, զգալով հայացքների ծանրությունը։ Այնտեղ, ներսում, նա այլես հաջողակ վաճառող Տիգրանը չէր, հեշտ ժպտացող տղան։ Նա պարզապես մեկ հանցագործ էր։ Եվ նույնիսկ հանցագործների շրջանում նրան չէին հարգում։ Մինույն ժամանակ Լիլիթը բնակարանում էր, հանգիստ, երբ դռան զանգը հնչեց։ Առանց կասկածելու բացեց դուռը, հայտնվեց 3 ոստիկանների առջ։ Լիլիթ Վարդանյան։ Պետք է մեզ հետ գաք բաժանմունք։ Մի քանի հարց ունենք։ Ինչի։ Մասին։ Նարինե Սարգսյանի մասին։ Եվ այն մասին, ինչ տեղի է ունեցել 3 երեկոյան Երանի ծայրամասում գտնվող աղբավայրում։ Ժպիտն անհետացավ Լիլիթի դեմքից։ Նա փորձեց պահպանել ինքնատիրապետումը։ Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Ապա ավելի հեշտ կլինի բացատրել բաժանմունքում։ Գնացինք։ Լիլիթը վերցրեց պայուսակը, գնաց նրանց հետ։ Ճանապարհին փորձեց զանգել Տիգրանին, բայց նրա հեռախոսն անմիջապես անցնում էր ձայնային փոստ։ Սառնություն սկսեց տարածվել ստամոքսում։ Ինչ-որ բան սխալ էր գնացել։ Բաժանմունքում նրան տարան նույն սենյակ, որտեղ ժամեր առաջ հարցաքննել էին Տիգրանին։ Երբ Թադոսյանը ներս մտավ, ցույց տվեց տեսանյութի կադրերը, Լիլիթը զգաց, թե ինչպես է գետինը փախչում։ Այնտեղ նա էր, նկարահանելով Նարինեի լքվելը։ Ժպիտը դեմքին։ Անտարբերությունն աչքերում։ Դուք ձեզ խելացի եք համարում, այնպես չէ, ասաց Թադոսյանը, ձայնը կոշտ էր։ Կարծում էիք, որ հետանք չի լինի։ Որ կարող եք անել այն, ինչ ուզում եք, անպատիժ մնալ։ Բայց կյանքն այդպես չի աշխատում։ Միշտ ինչ-որ մեկը տեսնում է։ Միշտ ինչ-որ մեկը, ով որոշում է ճիշտ բան անել։ Լիլիթը փորձեց վիճել, բայց պարզ էր, որ պաշտպանություն չկա։ Ապացույցներն անհերքելի էին։ Նա նույնպես կանխարգելիչ կալանքի տակ վերցվեց, տարվեց կանանց կալանավայր։ Խցում նա հանդիպեց կանանց, որոնք նրան նայեցին նույն արամարանքով, ինչին բախվել էր Տիգրանը։ Նրանցից մեկը, մոտ 50 տարեկան մի տիկին, հարցրեց, թե ինչ է արել։ Լիլիթը տատանվեց, բայց ի վերջո պատմեց։ Դու ինչ ես արել։ Կինը ոտքի կանգնեց, վրդովված։ Դու օգնել ես լքել հղի կնոջ։ Ինչ տեսակի արարած ես դու։ Մյուս կանայք մոտեցան։ Ֆիզիկական բռնություն չեղավ, բայց բարոյական դատաստանն անողոք էր։ Լիլիթը հայտնվեց մեկուսացված, մերժված նույնիսկ նրանց կողմից, ովքեր նույնպես բանտարկված էին։ Այն ամբարտավանությունը, որը միշտ բնորոշ էր նրան, սկսեց ճակ տալ, տեղը զիջելով մի բանի, որը նա սովոր չէր զգալու, վախին։ Հաջորդ օրերը դժվար էին բոլոր ներգրավվածների համար։ Տիգրանն ու Լիլիթը մնացին բանտարկված, յուրաքանչյուրն իր խցում, բախվելով իրենց ընտրությունների իրականությանը։ Գործը որոշակի տեղական արձագանք ստացավ այն բանից հետո, երբ մի հեռուստաընկերություն ռեպորտաժ պատրաստեց Նարինեի փրկության մասին։
Պատմությունը հուզեց քաղաքը։ Լքված կին, փրկված անօթան մարդու կողմից, որը դարձել էր անանուն հերոս։ Հիվանդանոցում Նարինեն դանդաղ ապաքինվում էր։ Երեխան, որին նա որոշեց անվանել Դավիթ, 5 օր հետո դուրս եկավ նորածնային վերակենդանացման բաժանմունքից գնաց նրա հետ սենյակ։ Առաջին անգամ, երբ նա նրան գրկեց, առանց ապակիների, առանց ինկուբատորի, ցնցող էր։ Նա այնքան փոքր էր, այնքան կատարյալ, այնքան կախված իրենից։ Տես քեզ, իմ իշխան, շշնջաց նա, համբուրելով նրա գլխիկը։ Մայրիկը քեզ այնքան է սիրում։ Այլս թույլ չի տա, որ քեզ հետ վատ բան պատահի։ Դավիթը բացեց իր մուգ աչուկները, կարծես ուղիղ նայեց նրան։ Նարինեն զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում սիրուց երախտագիտությունից։ Չնայած ամեն ինչին, նրանք գոյատել էին։ Միասին էին։ Եվ ոչ ոք այլս նրանց չէր բաժանի։ Սիլվան, սոցիալական աշխատողը, հանդիպում կազմակերպեց Նարինեի հովոյի միջ։ Դա հինգշաբթի օրը կեսօրին էր, հենց հիվանդանոցում։ Նարինեն նստած էր սենյակի բազկաթոռին, Դավիթը գրկում, երբ նա ներս մտավ։ Հովոն մաքուր էր, հագուստով, որը Սիլվան նրա համար ձեռք էր բերել նվիրատվությունների արշավից։ Բայց նրա դիմագծերում դեռ ինչ-որ բան կար, մի հետք, որը փողոցը թողնում է, որը հեշտությամբ չի ջնջվում։ Նա կանգ առավ դռան մոտ, տատանվելով։ «Կարող եք ներս մտնել», ասաց Նարինեն, ժպտալով արդեն սկսվող արցունքների միջից։ Նա դանդաղ մոտեցավ։ Նայեց նրան, հետո երեխային։ «Ինչ լավ է ձեզ լավ տեսնել»։ Նարինեն ոտքի կանգնեց, դեռ մի ձեռքով Դավիթին բռնած, մյուսով գրկեց հովոյին։ «Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ անտարբեր չանցաք։ Որ օգնեցիք ինձ։ Որ փրկեցիք մեզ»։ Հովոն անհարմար զգաց գրկախառնությունից, բայց պատասխանեց. «Ես պարզապես արեցի այն, ինչ ճիշտ էր։ Ցանկացած մարդ կաներ»։ «Ոչ», ասաց Նարինեն, հեռանալով նայելով նրա աչքերին։ «Դա ճիշտ չէ։ Շատերը անտարբեր կանցնեին։ Բայց դուք կանգ առաք։ Դուք հոգ տարաք։ Դուք փրկեցիք ինձ, փրկեցիք իմ որդուն։ Ես երբեք դա չեմ մոռանա։ Երբեք»։ Հովոն նայեց Դավիթին, որը հանգիստ քնած էր։ «Նա գեղեցիկ է։ Ուժեղ։ Հաջողակ տղա կլինի, ձեզ նման մայր ունենալով։ Եվ կնքահայր էլ կունենա», ասաց Նարինեն։ «Եթե դուք համաձայն եք։ Ուզում եմ, որ դուք լինեք նրա կնքահայրը։ Ուզում եմ, որ նրա կյանքի մասը լինեք։ Որ նա մեծանա, իմանալով, թե ով եք դուք, ինչ եք արել»։ Հովոն զարմացավ։ Ես չգիտեմ, թե արդյոք ես ճիշտ մարդն եմ դրա համար։ Ես նույնիսկ ապրելու տեղ չունեմ։ Կարոր չէ։ Կարորը սիրտն է։ Եվ դուք աշխարհի չափ սիրտ ունեք։ Խնդրում եմ, համաձայնեք։ Նա տատանվեց, բայց տեսավ անկեղծությունը նրա աչքերում։ Լավ։ Ես համաձայն եմ։ Նրանք մեկ ժամ խոսեցին։ Հովոն մի փոքր պատմեց իր պատմությունը։ Թե ինչպես էր կորցրել ամեն ինչ, ինչպես էր հայտնվել փողոցներում, ինչպես էր գոյատել օրեցօր։ Նարինեն ուշադիր լսում էր, առանց դատելու, հարգանքով։ Երբ նա հեռացավ, Սիլվան սպասում էր նրան միջանցքում։ Նրա համար տեղ էր գտել կացարանում։ Շատ բան չէր, բայց սկիզբ էր։ Քնելու, լողանալու, իրերը պահելու տեղ։ Եվ նա խոսել էր մի քանի ընկերությունների հետ աշխատանքի հնարավորությունների մասին։ Դուք կարևոր բան եք արել, Հովո, ասաց նա։ Եվ դա արժանի է ճանաչման։ Ես կօգնեմ ձեզ վերականգնել ձեր կյանքը։ Եթե դուք ուզում եք, իհարկե։ Հովոն նայեց նրան, աչքերը խոնավացել էին։ Ուզում եմ։ Շատ եմ ուզում։ Շաբաթներն անցան։ Գործը գնաց դատախազություն, որը մեղադրանք առաջադրեց Տիգրանի Լիլիթի դեմ։ Հանցանքները ծանր էին, անօգնական վիճակում թողնելը ծանրացուցիչ հանգամանքներով, հղի կնոջ դեպքում կյանքին վտանգ սպառնալով։ Պատիժը կարող էր հասնել տարիների ազատազրկման։ Պաշտպանության փաստաբանները փորձեցին վիճել։ Ասացին, որ վնաս պատճառելու մտադրություն չի եղել, որ դա դատողության սխալ էր, որ մեղադրյալները զղջում են։ Բայց ապացույցները ջնշող էին։ Տեսանյութը։ Ցուցմունքները։ Այն վիճակը, որում գտել էին Նարինեին։ Դատավարությունը նշանակվեց 3 ամիս հետո։
Այդ ընթացքում Տիգրանն ու Լիլիթը մնացին բանտարկված։ Բանտարկությունը դժվար էր երկուսի համար էլ, տարբեր ձերով։ Տիգրանը դարձավ լուռ, ինքնամփոփ, մեղքը կրելով որպես մի բեռ, որը չէր կարողանում ուսերից թոթափել։ Լիլիթը, մյուս կողմից, տատանվում էր զայրույթի ինքնախղճահարության մեջ, միշտ մեղադրելով ուրիշներին իր իրավիճակի համար։ Նարինեն, մի նույն ժամանակ, առաջ էր շարժվում։ Դուրս գրվեց հիվանդանոցից, ժամանակավորապես տեղափոխվեց մոր, տիկին Սոնայի մոտ, Շենգավիթ թաղամասի մի համեստ տանը։ 60-ամյա կինը, որն աշխատում էր որպես մաքրուհի, դստերն ու թոռանը ընդունեց բաց գրկով։ Աղջիկս, դու այնքան բանի միջով անցար։ Բայց տես այս տղային։ Ամենագեղեցիկ բանն է, որ երբե տեսել եմ իմ կյանքում, ասաց տիկին Սոնան, զգուշորեն բռնելով Դավիթին, աչքերը փայլում էին հուզմունքից։ Նարինեն 2 ամիս հետո վերադարձավ աշխատանքի, երեխային օրվա ընթացքում խնամում էր տատիկը։ Այն ընկերությունը, որտեղ աշխատում էր, նրան ընդունեց աջակցությամբ, հուզված պատմությունից։ Որոշ գործընկերներ նույնիսկ դրամահավաք կազմակերպեցին երեխայի ծախսերին օգնելու համար։ Կյանքը վերակազմավորվում էր, կտոր առ կտոր։ Հեշտ չէր։ Գիշերներ կային, երբ Նարինեն արթնանում էր մղձավանջներից, վերապրելով լքվածությունը, վախը, մենությունը։ Բայց երբ նայում էր իր մահճակալի կողքի օրորոցում քնած Դավիթին, հիշում էր, թե ինչու էր այդքան պայքարել։ Հիշում էր, որ արժեր։ Դատավարության առավոտը երանում ամպամած էր։ Մոխրագույն երկինքը կարծես արտացոլում էր այն լրջությունը, ինչ տեղի էր ունենալու քաղաքի քրեական դատարանում։ Վաղ առավոտից լրագրողներն ու հետաքրքրասերները սկսեցին հավաքվել շենքի մուտքի մոտ։ Գործը արձագանք էր գտել ոչ միայն տեղական, այլ ամբողջ երկրում։ Հղի լքված կնոջ նրան փրկած անօթան մարդու պատմությունը շատերին էր հուզել։ Նարինեն ժամանեց մոր Սիլվայի, սոցիալական աշխատողի ուղեկցությամբ, որը վերջին ամիսներին ընկերուհի էր դարձել։ Գրկում նա կրում էր Դավիթին, այժմ 4 ամսական, թմբլիկ առողջ, նույն մուգ աչքերով, ինչ իրենը։ Երեխան հագել էր բաց կապույտ կոմբինեզոն, որը տիկին Սոնան հատուկ այդ օրվա համար էր գնել։ Դատարան մտնելիս Նարինեն զգաց, թե ինչպես են ոտքերը դողում։ Դա վախ չէր, այլ անհանգստության սպասման խառնուրդ։ Դա այն օրն էր, երբ նա վերջապես ձայն կունենար։ Այն օրը, երբ կարող էր բոլորի առաջ պատմել, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ այն օրը, երբ Տիգրանն ու Լիլիթը կպատասխանեին իրենց ընտրությունների համար։ Նրան ներկայացնող փաստաբանը, հանրային պաշտպան պարոն Ալեքսանյանը, հարգանքով ողջունեց նրան։ Նա մոտ 50 տարեկան տղամարդ էր, ճերմակած մազերով մի հայացքով, որը փորձառություն մարդկայնություն էր հաղորդում։ Նարինե, պատրաստ եք։ Գիտեմ, որ հեշտ չէ, բայց ձեր ցուցմունքը վճռորոշ կլինի։ Ասեք ճշմարտությունը, հանգիստ։ Պատմեք, թե ինչ եք զգացել, ինչ եք ապրել։ Ատենակալները պետք է հասկանան ձեր դեմ կատարվածի մասշտաբը։ Նա գլխով արեց, Դավիթին սեղմելով կրծքին։ Ես պատրաստ եմ։ Հովոն նույնպես ներկա էր։ Սիլվան օգնել էր նրան առիթին հարմար հագուստ գտնել։ Հասարակ կոստյում, բայց մաքուր լավ արդուկված։ Նա լարված էր, անընդհատ ձեռքերն էր շարժում, բայց վճռական էր։ Իր ցուցմունքը մի քանի անգամ փորձել էր դատախազի հետ։ Գիտեր, որ իր վկայությունը հիմնական դեր կխաղա։ Երբ Նարինեն տեսավ նրան, ժպտաց ձեռքով արեց։ Հովոն պատասխանեց ժեստին, զգալով խորը երախտագիտություն, որ իրեն ընդգրկել են այդ պահին։ Վերջին ամիսներին նրա կյանքը լիովին փոխվել էր։ Կացարանը, որտեղ մնում էր, նրան կայունություն էր տվել։ Աշխատանք էր գտել որպես հավաքարար մի ընկերությունում։ Շատ չէր վաստակում, բայց արժանապատիվ էր։ Նոր սկիզբ էր։ Եվ ամենակարևորը, նա ընտանիք էր ձեռք բերել։ Նարինեն, տիկին Սոնան, Դավիթը ամեն կիրակի նրան ճաշի էին հրավիրում։ Նա օգնում էր երեխայի հետ, խաղում, պատմություններ պատմում։ Տարիներ անց առաջին անգամ զգում էր, որ ինչ-որ տեղի է պատկանում, որ ինչ-որ մեկի համար կարևոր է։ Դատարանի դռները բացվեցին, բոլորին հրավիրեցին ներս։ Դահլիճը մեծ էր, մուգ փայտե աթոռներով, շարքերով դասավորված։ Կենտրոնում ատենակալների սեղաններ։ Առջում դատավորի տեղը։ Կողքերում պաշտպանության մեղադրանքի սեղանները։ Տիգրանը առաջինը ներս մտավ, իր փաստաբանի ուղեկցությամբ։ Նա ավելի նիհար էր, խորս շրջանակներով աչքերի տակ չսափրված մորուքով։ Բանտում անցկացրած ժամանակը փոխել էր նրան։
Նա այլս լավ հագնված, ժպտերես վաճառողը չէր։ Նա մեկն էր, ով մեղքի բեռը տեսանելիորեն կրում էր դեմքին, կորացած ուսերին, հայացքում, որը չէր կարողանում ոչ մի բանի վրա կենտրոնանալ։ Երբ տեսավ Նարինեին երեխայի հետ, մի վայրկյան կանգ առավ։ Սիրտը սեղմվեց։ Դա իր որդին էր։ Որդին, որին նա մերժել էր, որին փորձել էր ջնջել իր կյանքից ամենադաժան ծով։ Եվ հիմա նա այնտեղ էր, կենդանի, առողջ, այն կնոջ գրկում, որին նա լքել էր։ Լիլիթը քիչ անց ներս մտավ, նույնպես իր փաստաբանի ուղեկցությամբ։ Նա փորձում էր պահպանել հպարտ կեցվածքը, գզակը բարձր, բայց այդ ժեստի մեջ ինչ-որ փխրուն բան կար։ Բանտում անցկացրած ամիսները նույնպես իրենց գինն էին պահանջել։ Մազերը, որոնք նախկինում միշտ խնամված էին, այժմ անփայլ էին, հավաքված հասարակ պոչիկով։ Եղունգները, որոնք նախկինում անթերի էին, կարճ էին առանց լաքի։ Երբ նայեց Նարինեին, զղջում չցուցաբերեց։ Հայացքում միայն կոշտություն կար, ցանկացած սխալ ընդունելու դիմադրություն։ Նրա համար դա շարունակում էր լինել բռնվելու հարց, ոչ թե սխալ բան անելու։ Դատավոր Ֆերդինանդ Մուրադյանը վերջինը ներս մտավ։ Նա լուրջ մարդ էր, ավելի քան 20 տարվա կարիերայով, հայտնի իր անաչառությամբ, խստությամբ։ Նա մուրճով հարվածեց, դատավարությունը սկսվեց։ Դատախազ Հենրիկ Նազարյանը ոտքի կանգնեց, իր բացման խոսքն ասելու։ Նա բարձրահասակ տղամարդ էր, վստահ ձայնով տպավորիչ ներկայությամբ։ Սկսեց գործի համատեքստը ներկայացնելով, ատենակալներին բացատրելով այն փաստերը, որոնք կներկայացվեին։ Տիկնայք պարոնայք ատենակալներ, այն, ինչ դուք այսօր կլսեք, ոչ միայն օրենքների քրեական օրենսգրքի հոդվածների մասին է։ Դա մարդկայնության մասին է։ Կամ ավելի ճիշտ, դրա բացակայության։ Դա երկու մարդու մասին է, ովքեր, առաջնորդվելով եսասիրությամբ, սառնությամբ, որոշեցին, որ մի կյանք իրականում երկու կյանք արժեք չունեն, որ դրանք կարող են դեն նետվել ինչպես աղբ, բառացիորեն, աղբավայրում։ Նա դադար տվեց, թույլ տալով, որ բառերը հնչեն դահլիճում։ Նարինե Սարգսյանը 7 ամսական հղի էր, երբ մեղադրյալների կողմից տարվեց մեկուսացված վայր լքվեց։ Առանց հեռախոսի, առանց օգնության, ծննդաբերության մեջ։ Եթե չլիներ այնտեղ գտնվող մի մարդու խիզախությունն ու մարդկայնությունը, մենք կխոսեինք անդառնալի հետանքներով ողբերգության մասին։ Բայց բարեբախտաբար, մենք այստեղ ենք, երաշխավորելու, որ արդարությունը հաստատվի։ Պաշտպանությունը, որը ներկայացնում էին Տիգրանի Լիլիթի փաստաբանները, փորձեց վիճել, որ լուրջ վնաս պատճառելու մտադրություն չի եղել։ Որ դա դատողության սխալ էր, իրավիճակ, որը դուրս էր եկել վերահսկողությունից։ Բայց բառերը դատարկ հնչեցին այն ապացույցների ֆոնին, որոնք սկսեցին ներկայացվել։ Առաջինը ցուցմունք տվեց Հովոն։ Նա բարձրացավ վկաների ամբիոն, դողացող ձեռքերով, բայց վստահ ձայնով։ Ես վերամշակվող նյութեր էի հավաքում, երբ տեսա մեքենայի ժամանումը, սկսեց նա։ Անմիջապես նկատեցի, որ ինչ-որ բան այն չէ։ Այն ձը, որով աղջիկը վախեցած էր, ինչպես տղամարդը խոսում էր նրա հետ։ Որոշեցի նկարահանել, որովհետև կարծեցի, որ կարող է կարոր լինել։ Տեսանյութը ցուցադրվեց ատենակալներին։ Նույնիսկ վատ որակով հնարավոր էր տեսնել ամեն ինչ։ Նարինեին, որին հանում էին մեքենայից։ Տիգրանին, որը շրջվում էր։ Լիլիթին, որը նկարահանում էր ժպիտով։ Հղի կնոջը, որը ծնկաչոք աղաչում էր։ Մեքենան, որը հեռանում էր։ Մի քանի ատենակալներ անհարմար շարժվեցին իրենց աթոռներին։ Կանանցից մեկը զգուշորեն սրբեց արցունքը։ Եվ երբ մեքենան հեռացավ, դուք ինչ արեցիք, հարցրեց դատախազը։ Գնացի փնտրելու նրան։ Լսեցի տնքոցները, գտա նրան ընկած, ուժեղ ցավով։ Նա ծննդաբերության մեջ էր։ Անմիջապես զանգեցի շտապօգնություն, մնացի նրա հետ, մինչ շտապօգնությունը հասավ։ Ինչու դա արեցիք։ Դուք նրան չէիք ճանաչում։ Կարող էիք պարզապես հեռանալ։ Հովոն նայեց դատախազին, հետո Նարինեին։ Որովհետև դա ճիշտ բանն էր։ Ես կարող է տուն չունենամ, կարող է շատ բան չունենամ, բայց դեռ խիղճ ունեմ։ Դեռ գիտեմ, թե ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Եվ հղի կնոջ մենակ թողնելն այդ վայրում ճիշտ չէր։ Դահլիճը մի քանի վայրկյան լուռ մնաց։ Հետո Տիգրանի պաշտպանը ոտքի կանգնեց հարցեր տալու, բայց հարցնելու շատ բան չկար։ Ցուցմունքը պարզ էր, ուղիղ, ազնիվ։ Երբ Նարինեի հերթը հասավ ցուցմունք տալու, նա Դավիթին տվեց, մորը բարձրացավ վկաների ամբիոն։
Ոտքերը դողում էին, բայց նա խորը շունչ քաշեց սկսեց խոսել։ Պատմեց, թե ինչպես է հանդիպել Տիգրանին, ինչպես է սիրահարվել, ինչպես է հավատացել նրան, երբ նա ասում էր, որ միասին ինչ-որ բան են կառուցում, ինչպես է ուրախացել հղիությունից, պատկերացնելով ընտանիք, և ինչպես է ամեն ինչ փոխվել։ Նա սկսեց հեռանալ, երբ իմացավ երեխայի մասին։ Պատրվակներ էր գտնում ներկա չլինելու համար։ Երբ Լիլիթը հայտնվեց, ինձ տարօրինակ թվաց, բայց նա այնքան պնդեց, որ դա երեխայի փաստաթղթերին օգնելու համար է, որ ես վստահեցի։ Ես ուզում էի վստահել։ Նրա ձայնը մի փոքր դողաց, բայց նա շարունակեց. Այն օրը, երբ ինձ տարան այդ վայրը, ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Վախեցա, երբ տեսա, որ դուրս ենք գալիս քաղաքից։ Մի քանի անգամ հարցրի, թե ուր ենք գնում, բայց պատասխանները անորոշ էին։ Երբ մեքենան կանգնեց այդ աղբավայրում, ես իմացա, որ ինչ-որ բան շատ սխալ է։ Եվ երբ նա հրամայեց ձեզ իջնել մեքենայից, ինչպես զգացիք, մեղմորեն հարցրեց դատախազը։ Նարինեն մի պահ փակեց աչքերը, վերապրելով այդ պահը։ Շատ վախեցած, շփոթված։ Ես չէի կարողանում հավատալ, որ դա տեղի է ունենում։ Աղաչեցի, որ ինձ հետ տանի։ Ասացի, որ ոչ ոքի չեմ պատմի, որ պարզապես ուզում եմ հեռանալ։ Բայց նա չնայեց ինձ։ Պարզապես նստեց մեքենան հեռացավ։ Իսկ նա մնաց նկարահանելով, ծիծաղելով։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Դավիթը սկսեց լաց լինել տիկին Սոնայի գրկում, կարծես զգալով մոր տագնապը նույնիսկ հեռվից։ Երբ նրանք հեռացան, ես մնացի մենակ։ Մութ էր, ցուրտ։ Հեռախոս չկար, ոչ ոք չկար։ Եվ գծկումները սկսվեցին։ Ես այնքան էի վախենում այնտեղ կորցնել իմ որդուն։ Այնքան էի վախենում մահանալ, նա մահանար ինձ հետ։ Ես աղոթում էի, Աստծուն խնդրում, որ ինչ-որ մեկը ինձ գտնի։ Եվ հենց այդ ժամանակ պարոն Հովոն հայտնվեց։ Նա ուղիղ նայեց Հովոյին, որը նստած էր հանրության աթոռներին։ Նա փրկեց ինձ։ Փրկեց իմ որդուն։ Նա այն հրեշտակն էր, որին Աստված ուղարկեց, երբ ես ամենաշատն էի կարիքը զգում։ Պաշտպանը փորձեց հարցեր տալ, ակնարկելով, որ գուցե Նարինեն սխալ է մեկնաբանել իրավիճակը, որ գուցե թյուրիմացություն է եղել։ Բայց նա վստահ էր իր պատասխաններում։ Թյուրիմացություն չկար։ Լքվածություն կար։ Դաժանություն կար։ Նրան հետում թողնելու դիտավորյալ ընտրություն կար։ Երբ Տիգրանին կանչեցին ցուցմունք տալու, նա դժվարությամբ բարձրացավ ամբիոն։ Կարծես աշխարհի ծանրությունը գրում էր ուսերին։ Դատախազն ուղիղ հարցրեց. Դուք պլանավորել էիք Նարինեին լքել այդ վայրում։ Տիգրանը տատանվեց, բայց գիտեր, որ ստելն անիմաստ է։ Ապացույցներն բոլորն այնտեղ էին։ Այո։ Ինչո՞վ։ Որովհետև ես պատրաստ չէի հայր լինելու։ Որովհետև կարծում էի, որ այդպես ավելի հեշտ կլինի։ Որովհետև Լիլիթը ինձ համոզեց, որ դա լավագույն ելքն է։ Եվ որե պահի դուք մտածել եք, թե ինչ կարող է պատահել նրա հետ։ Այն ռիսկի մասին, որին նա ենթարկվում էր։ Երեխայի մասին։ Տիգրանը գլուխը խոնարհեց։ Ես փորձում էի չմտածել։ Փորձում էի համոզել ինձ, որ ինչ-որ մեկը կգտնի նրան, որ ամեն ինչ լավ կլինի։ Բայց խորքում ես գիտեի։ Գիտեի ռիսկի մասին։ Եվ այնուամենայնիվ արեցի։ Դուք զղջո՞ւմ եք։ Տիգրանը նայեց Նարինեին։ Նրա աչքերը գամված էին իրեն, սպասելով պատասխանի։ Այո։ Ամեն օր զղջում եմ։ Չեմ կարողանում քնել, մտածելով, թե ինչ եմ արել։ Թե ինչ կարող էր պատահել։ Ես վախկոտ էի։ Ես եսասեր էի։ Եվ դրա համար արդարացում չկա։ Լիլիթը, երբ իր հերթը հասավ ցուցմունք տալու, փորձեց իրեն հեռու պահել մեղքից։ Ասաց, որ պարզապես ուղեկցել է Տիգրանին, որ հստակ չգիտեր, թե նա ինչ է անելու։ Բայց տեսանյութը հերքեց նրա խոսքերը։ Այնտեղ նա էր, նկարահանելով, ժպտալով, ակտիվորեն մասնակցելով։ Դուք նկարահանել եք այն պահը, երբ Նարինեին թողել են հետում, հաստատեց դատախազը, ոչ թե հարցրեց։ Ինչո՞վ։ Լիլիթը փորձեց պահպանել ինքնատիրապետումը։ Ես չգիտեմ։ Դա պահի ազդեցություն էր։ Մեկ այլ մարդու տառապանքը նկարահանելու պահի ազդեցություն։
Հուսահատության պահը արձանագրելու, կարծես դա զվարճանք լիներ։ Նա չպատասխանեց։ Պարզապես հայացքը փախցրեց։ Վերջնական բանավեճերը հուզական էին։ Դատախազը խնդրեց, որ ատենակալները կիրառեն օրենքն իր ամբողջությամբ, երաշխավորելով, որ Տիգրանն ու Լիլիթը պատասխան տան իրենց արարքների համար։ Պաշտպանությունը փորձեց դիմել ներողամտության, պնդելով, որ մեղադրյալներն արդեն տառապել են բանտարկությամբ, որ զղջում են։ Բայց երբ հասավ ատենակալների որոշման ժամանակը, կասկած չկար։ 2 ժամ խորհրդակցությունից հետո նրանք վերադարձան դատավճռով։ Մեղավոր։ Երկուսն էլ։ Դատավոր Ֆերդինանդ Մուրադյանը լսեց ատենակալների որոշումը, պատրաստվեց հրապարակել դատավճիռը։ Դահլիճում բացարձակ լռություն էր։ Տիգրան Կոստանյան, Լիլիթ Վարդանյան, սկսեց նա, նրա խիստ ձայնը արձագանքում էր դատարանում։ Դուք մեղավոր եք ճանաչվել անօգնական վիճակում թողնելու հանցանքում, ծանրացուցիչ հանգամանքներով։ Փաստերը պարզ են, ապացույցներն անհերքելի։ Դուք դիտավորյալ վտանգի եք ենթարկել հղի կնոջ չծնված երեխայի կյանքը։ Գործել եք սառնասրտությամբ, պլանավորված մարդկային արժանապատվության նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունքով։ Նա դադար տվեց, ուղիղ նայելով 2 մեղադրյալներին։ Արդարադատությունը ոչ միայն պատժելու համար է, այն պաշտպանելու համար է։ Երաշխավորելու, որ նման արարքները անպատիժ չեն մնում։ Ցույց տալու, որ յուրաքանչյուր կյանք արժեք ունի, որ յուրաքանչյուր մարդ պաշտպանության իրավունք ունի, հատկապես նրանք, ովքեր գտնվում են խոցելի վիճակում։ Դատավճիռը կարդացվեց։ Տիգրանը դատապարտվեց 5 տարի 6 ամսվա ազատազրկման, սկզբնական խիստ ռեժիմով։ Լիլիթը ստացավ 4 տարի 8 ամիս, նույնպես խիստ ռեժիմով։ Բացի այդ, Տիգրանը պաշտոնապես զրկվեց Դավիթի նկատմամբ բոլոր իրավունքներից։ Նա այլս օրինական հայր չէր լինի։ Չէր ունենա այցելությունների, շփման ոչ մի իրավունք։ Երբ դատավճիռը հայտարարվեց, Նարինեն զգաց, թե ինչպես է խորը թեթացումը լցնում իր մարմինը։ Դա ուրախություն չէր։ Ուրիշի ցավի մեջ բավարարվածություն չկար։ Բայց արդարություն կար։ Ճանաչում կար, որ այն, ինչ արվել էր իր հետ, սխալ էր։ Որ ինքն ու Դավիթը կարոր են։ Որ իրենց կյանքերն արժեք ունեն։ Տիկին Սոնան գրկեց դստերը, երկուսն էլ լաց էին լինում։ Սիլվան նույնպես հուզված էր։ Հովոն, ավելի հեռու, զգուշորեն սրբեց աչքերը։ Երկար ճանապարհ էր եղել, բայց վերջապես հասել էր ավարտին։ Դահլիճի մյուս կողմում Տիգրանին ձեռնաշղթաներով հետ տարան բանդ։ Լիլիթը հետեց նրան, դեռ փորձելով գլուխը բարձր պահել, բայց կարմրած աչքերով։ Դատարանից դուրս լրագրողները շրջապատեցին Նարինեին։ Նա Դավիթին սեղմեց կրծքին, կարճ խոսեց. Այսօր արդարությունը հաղթանակեց։ Ոչ միայն ինձ համար, այլ բոլոր այն կանանց համար, ովքեր երբել լքվել են, անարգվել, արժեզրկվել։ Ես գոյատեցի։ Իմ որդին գոյատեց։ Եվ մենք առաջ կշարժվենք, կառուցելով սիրով արժանապատվությամբ լի կյանք։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ աջակցեցին, հատկապես պարոն Հովոյին, ով փրկեց ինձ, երբ ես ամենաշատն էի կարիք զգում։ Հովոն նրա կողքին էր, համեստ։ Երբ մի լրագրող հարցրեց, թե ինչ է զգում Նարինեին փրկելու համար, նա պարզապես պատասխանեց. Արեցի այն, ինչ ցանկացած մարդ պետք է աներ։ Ընտրեցի անտարբեր չանցնել։ Ընտրեցի հոգ տանել։ Եվ դա ամեն ինչ փոխում է։ Հաջորդ շաբաթները նոր նորմալություն բերեցին Նարինեի կյանք։ Նա ավելի մեծ ուժով վերադարձավ աշխատանքի, վճռական տալու Դավիթին այն ամենը, ինչ նրան պետք էր։ Տիկին Սոնան շարունակեց խնամել թոռանը ամբողջ սիրով, տունը լցնելով ծիծաղով օրորոցայիններով։ Հովոն պահպանեց աշխատանքը վարձով, փոքրիկ բնակարան գտավ նոր թաղամասում, ոչ շքեղ, բայց իրենը։ Ամեն կիրակի գնում էր ճաշելու Նարինեի տանը։ Խաղում էր Դավիթի հետ, որը սկսում էր ճանաչել նրան, ծիծաղել, երբ տեսնում էր։ Նա կնքահայրն էր, քեռին, խորթ պապիկը։ Նա ընտանիք էր։ Մի կիրակի օր, դատավարությունից 3 ամիս անց, նրանք բոլորը հավաքվել էին տիկին Սոնայի տան բակում։ Դավիթը Հովոյի գրկում էր, ուժգին բռնելով նրա մատը։ Նարինեն դիտում էր տեսարանը, սիրտը լի։ Գիտեք, պարոն Հովո, մեղմորեն ասաց նա։ Ես հավատում եմ, որ Աստված ճիշտ մարդկանց է դնում ճիշտ պահերին։ Դուք այնտեղ էիք այդ օրը մի պատճառով։ Որովհետև ես կարիք ունեի։
Որովհետ Դավիթը կարիք ուներ։ Եվ որովհետ դուք ունեիք այն խիզախությունն ու բարությունը, որը պակասում էր այլ մարդկանց։ Հովոն նայեց նրան, հետո իր գրկում գտնվող երեխային։ Ես էլ եմ դրան հավատում։ Տարիներ շարունակ կարծում էի, որ իմ կյանքն այլս իմաստ չունի։ Որ ես պարզապես բեռ եմ, աշխարհի կողմից մոռացված մեկը։ Բայց այդ օրը փոխեց ամեն ինչ։ Դուք ինձ նորից նպատակ տվեցիք։ Ստիպեցիք հիշել, որ դեռ կարող եմ փոփոխություն բերել։ Նարինեն մոտեցավ համբուրեց Դավիթի ճակատը։ Մենք փոփոխություն ենք բերում միմյանց կյանքում։ Այդպես է դա աշխատում։ Այդպես ենք մենք ընտանիք կառուցում։ Ոչ թե արյունով, այլ սիրով, ներկայությամբ, մնալու ընտրությամբ։ Այդ երեկո, երբ Արը մայր էր մտնում երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն, այդ փոքրիկ ինքնաշեն ընտանիքը, որը կռվել էր դժվարությունների մեջ ամրապնդվել սիրով, գիտեր, որ թանկարժեք բան է գտել։ Նրանք գտել էին պատկանելություն։ Նրանք գտել էին նպատակ։ Նրանք գտել էին տուն։ Տիգրանն ու Լիլիթը իրենց պատիժը կրում էին տարբեր բանտերում։ Օրերը երկար էին, միապաղաղ, ծանր։ Տիգրանը ժամերն անցկացնում էր, խորելով այն ընտրությունների մասին, որոնք նրան հասցրել էին այնտեղ։ Ներողություն խնդրող նամակներ էր գրում, բայց երբեք չէր ուղարկում։ Գիտեր, որ բավարար բառեր չկան, որ որոշ արարքներ անդառնալի են։ Լիլիթը իր հերթին շարունակում էր դիմադրել իրականությանը։ Մեղադրում էր համակարգին, մեղադրում էր հանգամանքներին, մեղադրում էր Տիգրանին։ Հազվադեպ էր ինքն իրեն խոստովանում իր արածի խորությունը։ Ավելի հեշտ էր պաշտպանություններ, արդարացումներ կառուցել, քան բախվել իր գործողությունների մերկ ճշմարտությանը։ Բայց խցերի ներսում ուշադրության կենտրոնից, իրենց ծանոթ աշխարհից հեռու, երկուսն էլ բախվում էին ամենածանր հետանքին՝ ապրել սեփական անձի հետ։ Ապրել իրենց արածի հիշողությամբ։ Ապրել այն վստահությամբ, որ ոչնչացրել են ոչ միայն մեկ այլ մարդու կյանքը, այլ իրենցը։ Մինույն ժամանակ, դրսում կյանքը շարունակվում էր։ Նարինեն նշեց Դավիթի առաջին տարեդարձը տիկին Սոնայի բակում կազմակերպված համեստ խնջույքով։ Հովոն այնտեղ էր, իհարկե, հագնելով նոր վերնաշապիկ, որը հատուկ այդ առիթի համար էր գնել։ Կար տորթ, փուչիկներ, հրավիրված հարան երեխաների ծիծաղ։ Դավիթը իր մուգ մազիկներով հետաքրքրասեր աչքերով սողում էր խոտածածկի վրայով, ուսումնասիրելով ամեն ինչ։ Երբ տեսավ վառվող մոմով տորթը, աչքերը լայն բացվեցին հիացմունքից։ Հովոն նրան գրկեց ծնունդը շնորհավոր երգելու համար, երբ բոլորը ծափահարեցին, երեխան այնպիսի անուշ ծիծաղեց, որը լցրեց այնտեղ գտնվող բոլորի սրտերը։ Ավելի ուշ, երբ հյուրերն արդեն գնացել էին, Դավիթը քնած էր օրորոցում, Նարինեն նստեց պատշգամբում մի բաժակ թեյով։ Նայեց երկնքի աստղերին, հիշելով այն սարսափելի գիշերը աղբավայրում, երբ կարծում էր, թե չի գոյատի։ Բայց գոյատել էր։ Պայքարել էր։ Հաղթել էր։ Եվ հիմա ուներ կառուցելու կյանք, մեծացնելու որդի, պատմելու պատմություն։ Վախի, խիզախության վերածվելու պատմություն։ Լքվածության, պատկանելության վերածվելու պատմություն։ Մթության, լույսի վերածվելու պատմություն։ Եվ մինչ աստղերը փայլում էին երանի վրա, Նարինեն ժպտաց։ Որովհետ գիտեր, որ չնայած ամեն ինչին, չնայած ողջ ցավին, ողջ պայքարին, ողջ անարդարությանը, նա թանկարժեք բան էր գտել այդ ճանապարհի վերջում։ Նա գտել էր ուժ։ Նա գտել էր ընտանիք։ Նա գտել էր հույս։ Եվ դա, նա գիտեր, ավելի արժեքավոր էր, քան ցանկացած բան, որ կարող էր կորցրած լինել ճանապարհին։